Ողջույն, Հայաստանի Հանրապետությունը միացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած խաղաղության խորհրդին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19 ղեկավարներից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր Դավոսում նախորդին, որոնք ստորագրեցին խաղաղության խորհրդի փաստաթղթերը կանոնադրությունը, ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ սակայն նախագահ Թրամփը ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները։ Փաստացի խաղաղության խորհրդի անդամ են դառնում Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք օգոստոսի 8-ին նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը Միացյալ Նահանգների վկայությամբ, ինչ է դա նշանակում հատկապես, որ այս խորհրդի ստեղծմանը դեմ են հանդես եկել եվրոպական երկրներ, այդ թվում օրինակ Ֆրանսիան, հատկապես եվրոպացիները խնդրահարույց են համարում հետևյալը, փորձագիտական գնահատականներ կան, որ Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավար բազմիցս կասկածի տակ է դրել, ինչ է սա նշանակում Հայաստանի համար, որը հայտարարել է նույն Եվրամիությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Factor TV-ում հրավիրել են քննարկում այս թեմայով, որին մասնակցում են Դավիթ Կարապետյանը միջազգայնագետ, Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Գևորգ Սաֆարյանը ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, Էդգար Վարդանյանը հայկական խորհուրդ մտակենտրոնի ասոցիացված փորձագետ եւ քաղաքագետ, մեզ կմիանան նաեւ Էդգար Առաքելյանը, Ազատ Հայաստան նախաձեռնության անդամ եւ քաղաքագետ, կարծում եմ իր խոսքի ժամանակ պարոն Առաքելյանը արդեն այստեղ կլինի։ Պարոն Կարապետյան, ինչ է սա, արդյոք անվտանգային քաղաքական որոշակի դիվիդենտներ տալու է Հայաստանի Հանրապետությանը Թրամփի խաղաղության խորհրդին միանալը։ Տեսեք, առաջի հայացքից, եթե տալիս եք սթափ գնահատական, դա այն է, որ համագործակցության եզրեր են ստեղծվում, այսինքն Հայաստանը դիտարկվում է որպես պարտներ երկիր, որին առաջարկ է արվում, որ այդ առաջարկը միանալու առաջարկ է, այստեղ անխոս կարելի է ենթադրություն անել, առողջ ենթադրություն, որ եթե ինչ-որ առավել ևս հեգեմոն գերտերության ղեկավարը առաջարկում է միանալ այդ խորհրդին, հետևաբար օրինակ այդ երկրի հետ ինքը տեսնում է զրո պրոբլեմ։ Հետևաբար այդ առաջարկը անում են այն երկրներին, որոնք իր համար բարեկամական դաշնակցային կամ նման երկրներ են, ըստ այդ տրամաբանության կարելի է նման ենթադրություն անել։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է, որ այդտեղ այդուհանդերձ գործում է ուժի կիրառման, այսպես soft power-ը, որովհետև որոշակի ճնշում է գործադրվում այդ երկրներին, թե ֆինանսական ներդրումով դուք պետք է ամեն ինչին միանաք, որովհետև խոսքը վերաբերում է, եթե չեմ սխալվում, 1 միլիարդ դոլարի մասին։ Եվ այստեղ բայց այդտեղ կամավորության որոշակի սկզբունք չի ասի կամավորության, որովհետև այդտեղ պարտադրված միած իրավիճակ է ստեղծվում, տպավորություն, եկեք մշտական անդամ դառնալու համար հարկավոր է այդ գումարը վճարել, ոչ մշտական 3 տարով հարկավոր չէ։ Տեսեք, առաջի հայացքից խոսքը վերաբերում է որպես առաջարկ, որի մեջ կա որոշակի իմպերատիվ, որովհետև այն երկրները, որոնք համաձայնվել են, ուրիշ բան իրանց սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրի կամ մասնակցելիության հարցը արդյոք իրենց իր սրտով է, նրանք արդյոք այս պահին պատրաստ են, որտեղ խոսքը վերաբերում է 1 միլիարդի մասին։ Հասկանալի է, որ դա պետության համար, միջին վիճակագրական պետության համար դա շատ ահռելի գումար չի, բայց մտածելու տեղիք է տալիս։ Օրինակ մեր մասով ես ունեմ այդ տարակուսանք մտահոգությունը, թե այդ 1 միլիարդ դոլարը, որ պետք է հայկական կողմը տրամադրվի, հա, վերջի վերջո դա հարցի մյուս կողմն է, հարցի մյուս կողմն է։ Հիմա տեսեք, որպես այդպեսին գլոբալ, ես շատ ուրախ եմ, որ քննարկման լավ առարկա է այդ հարցադրումը, փորձագետները, իմ գոլեգաները այդ մասով իրենց կարծիքներ կասեն։ Արդյոք ժամանակը ցույց կտա, որ դա արդյունավետ մեթոդ կլինի, արդյոք գործադրվեն բոլոր մեխանիզմները, դա ժամանակը ցույց կտա, արդյոք հավուր պատշաճի կիրառվի այդ ֆինանսը գործառույթ որպես այդպեսին, մեկը այդ դուք նշում եք Գազայի վերականգնման, վերակառուցման, դա հարցի մյուս կողմն է, ովքեր են այն օպերատիվ աշխատանքները իրականացնողները, ովքեր են շինարարական, ովքեր են վերահսկողները եւ այլն։ Առավել եւս, որ եկեք ընդունենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չի
Թրամփի իշխանությունը այս պահին իդեմս Թրամփ, հա, որպես ֆիգուր կերպարով հանդես գալիս է դարաճակով։ 3 տարի անց չի լինելու։ Ինչ իմանաս ինչ կլինի, առավել եւս որ խոսք է գնում, որ այս տարի իմպիչմենտի հավանական սցենար կա ու չգիտես կուլմինացիան ինչ կլինի։ Եթե շատ համառոտ դա էր ձեր հարցի պատասխանը։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդանյան, ինչ է տալիս Հայաստանի Հանրապետության եւ ինչպես հասկանալ Հայաստան-Ադրբեջան զույգի մուտքը այստեղ։ Այո։ Շատ տրամաբանական է այդ զույգի մուտքը, սրանից սկսեմ, ինչու որովհետև ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն են եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, բարելավմանը մեծապես նպաստած պետությունը, կոնկրետ Թրամփն է մեծ ավանդ ունեցել օգոստոսյան համաձայնագրերի կնքման առումով, եւ ըստ էության Թրամփն է, որ Ադրբեջանին հնարավորինս բերել է կառուցողական դաշտ եւ ըստ էության Թրամփի կարելի ասել նաեւ շնորհիվ մենք այսօր խոսում ենք այն մասին, որ արդեն կոնֆլիկտը անցյալում է եւ խոսում ենք տարատեսակ պրոյեկտների մասին, տարատեսակ ինֆրաստրուկտուրաների հիմնադրման մասին, մեր տարածքում ապաշրջափակման մասին Եվ բնականաբար Թրամփը որպես այդպիսի ավանդ ունեցող մեկը մանավանդ հաշվի առնելով են հանգամանքը, որ Թրամփը դա որպես նաև իր անձնական իմիջի համար օգտագործում է միջազգային ասպարեզում, որ տեսեք, ես կանգնեցրել եմ բազմաթիվ պատերազմներ, այդ թվում նաև հայ-ադրբեջանական պատերազմը, եւ բնականաբար, եթե նրա կողմից առաջարկ է արվում երկու երկրներին, տրամաբանական է, որ այդ առաջարկը պետք է ընդունեն։ Մանավանդ, որ գիտեք ինչ, այդ առաջարկը տեսեք, ինքը դեռևս ակումբի նման մի բան է, այսինքն ստեղծվում է միջազգային կազմակերպություն, որը դեռևս ինստիտուցիոնալիզացված չէ, այն ուրեմն 1 միլիարդ գումարը հստակ մեր ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը դա չի վճարելու, որովհետև չկա նման պահանջ պետություններին ուղված, այդ պահանջը, այսպես ասած, ուղված է միայն այն դեպքում, երբ որ պետությունները ցանկանում են մշտական ներկայություն ունենալ։ Այստեղ 3 տարով է, այդ 3 տարուց հետո կարող է, չգիտեմ, շարունակվի, կարող է ոչ, Այսինքն 1 միլիարդի հարցը Հայաստանի առաջ ծառանալու է 3 տարի անց, ճիշտ եմ հասկանում։ Բացարձակապես ինքը կարող է եւ չծառանալ, այսինքն 3 տարի հետո կարող է եւս 3 տարով երկարաձգվի։ Ու այդպես շարունակ, եթե իհարկե այս պրոյեկտը ինչ որ ապագա ունենա։ Կներեք, պարոն Վարդանյան, մենք չենք կարող կտրվել նաև չենք կարող կտրվել միջազգային համատեքստից, սա ստեղծվում է գլոբալ չգիտեմ, այդ բառը կկիսեք թե չէ, անկայունության պայմաններում, երբ որ սուր առճակատում կա Եվրամիության երկրների, Եվրոպայի, Միացյալ Նահանգների միջև Գրենլանդիայի, նաև երբեմն Ուկրաինայի ճակատագրի առնչությամբ, եւ Թրամփը ստեղծում է այսպիսի մեխանիզմ։ Սա, չգիտեմ, ինչ նշանակություն կարող է ունենալ ընդհանրապես գլոբալ անվտանգության միջազգային հարաբերությունների վրա, ուժի գործոնից են խոսում, որ առաջին պլան է գալիս։ Գիտեք, այդ հարցին իրականում շատ դժվար է այսօր պատասխանել, որ ինչու, որովհետև ըստ էության աննախադեպ բան է տեղի ունենում։ Երբ որ մի բան աննախադեպ է, այդ նշանակում է մենք չունենք օրինակներ եւ չենք կարող էքստրապոլյացիա անել, հա, այս դեպքում։ Այսինքն պետք է ուղղակի մտածենք լավ, այս իրավիճակում զուտ տրամաբանորեն, հա, ինչ հետևանքներ կարող են լինել։ Հիմա տեսեք մենք ինչ ենք տեսնում, որ եվրոպական որոշ երկրների եւ Միացյալ Նահանգների միջև կա որոշակի կոնֆլիկտ։ Եվ մենք տեսնում ենք, որ եվրոպական որոշ պետություններ դրական չեն վերաբերում այս նախաձեռնությանը, ասելով, որ սա կարող է ինչ որ առումով փոխարինել ՄԱԿ-ը եւ ասելով, որ ըստ էության ուժի գործոնն է կարծես թե կարևորվում եւ նաեւ հաջորդ հանգամանքը, որ դե գիտեք, այստեղ պաստորեն Թրամփի նախաձեռնությունն է, այսինքն ստացվում է, որ մեկ պետություն, մեկ պետության ղեկավար իր շուրջն է հավաքում այլ պետություններին, կարծես թե հավասարը հավասարի, այսպես միջազգային կառույց չէ սա, հա։ Եվրոպացիների մտահոգությունները, նրանք որոնք որ քննադատել են, այսպիսին են։ Հիմա իրականությունը, բայց նաև այն է, այսինքն ես որևէ կերպ չեմ կարող կասկածի տակ դնել այդ մտահոգությունները, դրանք լեգիտիմ մտահոգություններ են, բայց մյուս կողմից էլ այսօր պնդել,
որ այս կառույցը կարող է փոխարինել ՄԱԿ-ին, հատկապես այն բանի պարագայում, երբ որ հենց Թրամփը նշել է, որ սա չի փոխարինելու ՄԱԿ-ին եւ նաեւ ինքը իհարկե ասում է, որ իմիջը ՄԱԿ-ի ընկած է եւ այս կազմակերպությունը ավելի կարող է բարձր իմիջ ունենալ եւ այլն, հա, որ ՄԱԿ-ը ըստ էության չի գործում եւ այլն, բայց ասում է նաեւ, որ ՄԱԿ-ի հետ կլինի համագործակցություն։ Եվ բացի այդ, սա կոնկրետ Գազայի խնդրին ուղղված հարց է, խաղաղասիրական եւ նաեւ այսպես ասած պատերազմից հետո վերականգնելուն ուղղված պրոյեկտ է, հա, բայց իհարկե նաեւ Այո, նաև եվրոպացիների մտահոգությունը այն է, որ կարող է նաև այլ հարցերի վրա տարածվի այս մանդատը։ Ասենք Գրենլանդիայի։ Այո, եւ գիտեք ինչ, այստեղ արդեն մենք պետք է մի քիչ որոշ ժամանակ անց տեսնենք, թե ինչ զարգացումներ են լինում, նորից եմ ասում, այս հիմնվելով այս ամեն ինչի վրա, մենք կարող ենք մտածել, որ կարող է այդ կոնֆլիկտը Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա որոշակիորեն այսպես էլի խորանա, հա, բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգներ եւ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, եվրոպական տարբեր երկրներ շատ խորքային հարաբերություններ ունեն, բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամ են եւ վերջի վերջո ասենք առանց մեկը մյուսի իրականում ավելի այսպես թույլ դիրքերից կարող են հանդես գալ գլոբալ խնդիրներին, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու առումով։ Պարակտումը քիչ հավանական է։ Ես կարծում եմ, որ պարակտումը, որը այսօր որոշակիորեն, այսպես ասած, կա, այդքան էլ չի խորանա, այսինքն որոշ ժամանակ անց կարող է մի քիչ այսպես խորանալ, բայց երկարաժամկետ կտրվածքով կարծում եմ, որ կոմպրոմիսային տարբերակներ կընտրեն եւ վերջի վերջո աշխարհը դրանից առնվազն այդքան էլ շատ չի տուժի, միգուցե հակառակը, ասենք, այս պրոյեկտը կարող է նաև նպաստել նրան, որ պետությունները ավելի ակտիվանան, ավելի մտածեն իրենց անվտանգության մասին եւ այլն։ Շնորհակալ եմ, դուք ինչ եք մտածում, պարոն Սարգսյան։ Սենց հետահայաց ես երբ որ նայում եմ, առաջին անգամ երբ որ լսեցի այս մտքերի մասին, որ ՄԱԿ-ը պետք է չգործի, քանդվի, բանը ՆԱՏՕ-ն է քանդվելու, արևմտյան աշխարհը լիբերալ աշխարհակարգը այլևս չի գործելու բան եւ դա Frank սովորաբար այդ Սալավյովյան բաներն էլի խոսույթներ են, ման մտածում եմ սրանք ցնդաբանություն են, էս մարդիկ իրականությունից կտրված են, ինչ հիմար բաներ են խոսում, բան։ Մեկ էլ տեսնում ենք, որ այդ ամեն ինչը սենց հերթով, կարգով, գեղեցիկ իրենց արժև դրված մարդիկ իրականացնում են։ Բայց Ռուսաստանը սկսեց էլի այդ գլոբալ աշխարհակարգի դեպ ընդվզումը Ուկրաինայի Փաստացի այո։ Բայց չէ, այդ աշխարհակարգի փլուզումը, աշխարհակարգի չգոյությունը 20 թվականի պատերազմից սկսվեց, ես այդ տեսանկյունից եմ նայում, երբ որ Ադրբեջանը ագրեսիա գործեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ դա հավուր պատշաճի գնահատական չստացավ նույն ՄԱԿ-ի շրջանակներում, ասեմ ավելին, հենց նույն այդ ՄԱԿ-ի շրջանակներում, այդ ՄԱԿ-ի օրենսդրության շրջանակներում Ադրբեջանը փաստացի ճիշտ դուրս եկավ։ Դա կարծում եմ նորմալ չէր, ինչը սկսվեց, ինչից հետո սկսվեց մի հասկանալի դարձավ ավելի ճիշտ մի process, որ այդ ՄԱԿ-ի գրված կանոնադրությունների եւ կանոնակարգերի շրջանակներում հնարավոր է բան անել, խախտել այդ դրանք եւ չպատժվել, շրջանցել, այո։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այդ շրջանցման process-ը դարձել է այնքան, որ բերել հասրել է նրան, որ ՄԱԿ-ը այլևս գոյություն չունի, թղթի վրա գոյություն ունի, բայց իրականում ինքը փաստացի ազդեցություն չունի։ Այո, չեն գործում։ Եվ կնեք այս ֆոնին Թրամփը ստեղծում է խաղաղության խորհուրդ, սա կարող է ինչ-որ համաշխարհային նոր ոստիկանի պարտավորություններ ստանձնել կամ փորձ է արվում, մենք առայժմ դեռ շուտ է վաղ է ինչ որ կանխատեսումներ անել, հատկապես որ մենք շատ քիչ բան գիտենք, ինքը դեռևս նոր է սկսվում եւ պետք է դրսևորվի հասկանալու այո, պետք է դրսևորվի հասկանալի ինչ է լինում, բայց ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցության տեսանկյունից, ես այդտեղ հայկական շատ չեմ տեսնում, նախ տեսնում ենք թե այնտեղ ինչ պետություններ են հավաքված, ես ոչ մի նորմալ, հա, թող ինձ ներեն, ասենք, այդտեղ հավաքված պետությունները, բայց այնտեղ որևէ նորմալ պետություն ես չեմ տեսնում, որի հետ համագործակցությունը Հայաստանին պատիվ կբերեր կամ հայկական շահերից կբխեր, հա։ Օրինակ պարոն Վարդանյանը ասաց ոնց որ հայ-ադրբեջանական լսեցի այդ մասին, այո, ես դրանք ոնց որ այդքան էլ չեմ կիսում այդ տեսակետը, օրինակ այնտեղ Ադրբեջանը, Հունգարիան, բան դրանք ամբողջությամբ իրենց ամբողջ էությամբ, իրենց բանով հակահայկական գործունեություն ծավալած պետություններ են եւ Հայաստանը այնտեղ ինչ գործ ունի, ես օրինակ դες լավ չեմ պատկերացնում այդտեղ։ Առավել եւս այն ֆոնի վրա, որ այնտեղ բան
բանը, օրինակ հենց Ֆրանսիան է շատ ակտիվ բանանում, ինքը չի մասնակցում բոյկոտում են բանանում այդ նախաձեռնությունը, իսկ Ֆրանսիան մենք գիտենք, հա, որ մեզ մի քիչ ավելի տենց դաշնակցության եւ կամ բարեկամական հարաբերություններ ունի կամ sense ուներ կամ լավ աչքով էր նայում ինչպես կուզեք, հա։ Այդ տեսանկյունից ես նայում եմ, ես այնտեղ հայկական շատ չեմ տեսնում։ Իսկ քաղաքական որոշակի կայունության միջավայր ստեղծելու կնպաստի մեր շուրջ։ Ինչ եք մտածում։ Միգուցե չասեմ հովանավորություն, բայց հովանավորության մասին խոսել դեռևս պետք չէ, մենք ավելի հաճախ հանդիպել, ինչ որ միջոցառում։ Մենք այդ նույն բանի շրջանակներում տեսանք, որ ԱՄՆ-ին ավելի մոտ է կանգնած Ադրբեջանը, քան թե Հայաստանը, որտեղ Ալիևի հետ հանդիպում եղավ բանի հետ, Տրամպի հետ, իսկ Նիկոլի բայց չէ որ Փաշինյանին էլ աչքով արեց բան։ Դե աչքով արեց, ձեռքը դրեց ոտքին, մասաժարեց կամ չգիտեմ ինչ արեց, դրանք ես կամ լավ ձեռքով չգիտեմ ինչ ասեց, չգիտեմ ինչ էր անում, բայց դա ըստ դա չէ, հա, բան բարեկամական հարաբերությունների, հա, երկու պետությունների միջև այդ բանը ոնց ասեմ, այդ հիմնական գնահատականն է։ Ավելի կարևորը թե երկու ստեյքներն ինչ հարաբերություններ ունեն, հա։ Օրինակ Տրամպը իր ընտանիքով հանդիպեց Ալիևի ընտանիքի հետ։ Ալիևը իր աղջկան եւ կնոջը ներկայացնում էր բան, sense ընտանեկան ջերմ հարաբերություններ, դրա ավելի կայուն եւ երկարաժամկետ հարաբերություններ կարող է ստեղծել Ադրբեջանի եւ Ամերիկայի համար, քան թե որ բանը Տրամպը ձեռքը դրեց Նիկոլի ոտքին։ Հիմա Նիկոլը չերնի կողքը տեղ չգիտեմ ով կլիներ, կարող ցանկացած մեկը լիներ, մեզանից յուրաքանչյուր կանի իր ոտքին կդներ։ Պարոն Սաֆարյան, դուք ինչ եք մտածում։ Նայեք, նախ առաջինը մենք այստեղ շեշտում ենք, որ ԱՄՆ-ն ստեղծեց այդ ուրեմն խորհուրդը։ Ես այդքան էլ համոզված չեմ այդ բնդման մեջ։ Ես կարծում եմ, որ խորհուրդը դա Թրամփի անձնական ուրեմն մոտեցումն է, իսկ ԱՄՆ-ն դա Թրամփը չի։ Մենք այսօր արդեն տեսնում ենք ԱՄՆ-ի ներքին ուրեմն հավասարակշռման մեխանիզմներ, որոնք իրականում խախտված են եւ չեն գործում, բայց նրանք որոշակիորեն փորձում են ընդդիմանալ Թրամփին։ Այստեղ կարծում եմ, եթե մենք նայում ենք միջազգային հարաբերությունների տեսանկյունից եւ Հայաստանի շահը նայում ենք համաշխարհային քաղաքականության պրիզմայով, կարծում եմ, որ մեր շահը այստեղ ստորադասվում է, որովհետեւ տվյալ կառույցը որոշակիորեն թույլատնում է արդեն իսկ թույլացած ՄԱԿ-ին եւ այն մեխանիզմները, որոնք ՄԱԿ-ում կարող են գործել կամ ինչ որ մի պահի գործում են, ինչ որ մի պահի չեն գործում, այն մասով, որով գործում են մեր նկատմամբ, ավելի են թուլանալ։ Դեցեք, պարոն Սաֆարյան, մենք պաշտպանություն ոնց հասկանում եմ չենք գտել ՄԱԿ-ի տրամաբանության մեջ, որովհետեւ ռազմական ագրեսիաներ են եղել, օկուպացիաներ եւ չեղավ բանաձև, այնտեղ քննարկումներ են եղել ՄԱԿ-ում եւ այլն։ Չգիտեմ ինչի շնորհիվ, միգուցե այս նոր ձևաչափը ինչ որ ավելի ալտերնատիվ տա, գիտեք, ավելի ակտիվ քաղաքական քննարկումների հարթակ տա, քան ՄԱԿ ԱԽ-ն է, որտեղ կոնսենսուսը շատ բարդ է ստացվում։ Այո, բայց այս կառույցում ընդհանրապես կոնսենսուսի մասին խոսել եւ խոսել այն մասին, որ այս կառույցը ինչ որ ֆունկցիոնալություն է ունենալու, այսօր չունի, ունենալու է թե ԱՄՆ-ի ուժի վրա է հիմնվելու ավելի շատ։ Մենք չգիտենք, իսկ եթե հիմնվելու է ԱՄՆ-ի ուժի վրա, հենց խնդիրը այդտեղ ավելի սրվում է, որովհետև ինքնին հիշենք ՄԱԿ-ը ինչպես ստեղծվեց, դա ուրեմն ազգերի լիգայի հիմքը կար արդեն, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կար եւ ֆիզիկապես ձևավորվել էր խաղի կանոնները եւ խաղացողները եւ կար որոշակի հավասարակշռման մեխանիզմներ։ Եթե մենք գնում ենք արդեն միաբևեռ կառույցների մեջ, որտեղ մի պետություն ամեն ինչ պետք է որոշի, իսկ ով ասեց, որ միշտ այդ պետությունը իշահ Հայաստանի է գործելու։ Այսինքն, այստեղ նույնպես համաշխարհային քաղաքականության տեսանկյունից մենք ունենք անկում։ Ինչ վերաբերվում է մեր մասնակցությանը, նախ հայտարարվեց, որ մենք չենք վճարելու, մենք նման պնդում անել չենք կարող։ Կարծում եմ, ԱԳՆ-ն է ասում, պարոն Սաֆարյան։ Պայմաններից մեկը այն է, որ եթե դուք ուզում եք 3 տարով, այդ դեպքում չեք վճարում։ Եթե ուզում եք անժամկետ, այդ դեպքում պետք է վճարեք։ Այո, դա պայմաններից Մենք ընտրել ենք, որ 3 տարով եւ նաեւ չենք վճարում բնականաբար։ Ինչի վրա հիմնվելով ենք մենք ասում, որ մենք ընտրել ենք 3 տարով ԱԳՆ-ի հայտարարություն։ Այդ եմ ասում, ԱԳՆ-ն կառույցը չի, որին կարելի է հղում կատարել։ ԱԳՆ-ն ներկայացնում է պաշտոնական տեսակետը։ Դուք կարծում եք, որ գաղտնի Հայաստանի շատ կարևոր Կներեք, պարոն Սաֆարյան, դուք կարծում եք, որ ԱԳՆ-ն գաղտնի Հայաստանի պետբյուջեից 1 միլիարդ տալու է, մենք չիմանանք այդ մասին։ Եթե ասում են չենք տալու, միգուցե իրոք չենք տալու, չգիտեմ, այս փուլում ասում։ Նախ առաջինը պաշտոնական տվյալներին հղում կատարել է, ես հիշեցի մի դեպք, երբ որ
մի մարդ պատերազմից հետո էր հայտարարություն էր տարածել, որ վտանգ կա Տավուշում եւ այլն, եւ մեր ընկերներից որոշները ասում էին, որ ոնց կարելի է նման հայտարարություն անել, չէ որ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում հղում կատարել միայն պաշտոնական հաղորդագրություն են գրել Հայաստանի իշխանությունների դրանք անհամեմատելի բաներ են, որովհետև պատերազմական վիճակում գտնվող կամ ռուս ռազմական որոշակի գաղտնիք պարունակող եւ այլն Չէ, գաղտնիքի մասին խոսքը չի։ նկատի ունեմ սա վստահության մասին է։ Չէ, Խոսքը պաշտոնական հայտարարությունների նկատմամբ վստահության։ Հասկանում եմ, բայց սա այն դեպքը չի, նույնիսկ եթե դուք չեք վստահում պաշտոնական Երևանի, հասկացա ձեր դիրքորոշումը։ Սա նույն բանն է, ոնց որ հիմա վաղը ենթադրենք պաշտոնապես հայտարարի, որ վաղը ենթադրենք վարչապետը գնում է այցելում է ինչ որ մի երկիր, ինչ որ մի օրակարգով, դուք ասեք դե չենք վստահում մենք։ Եվ հետո չայցելի։ Մեծ հավանականությամբ կարող է չայցելել։ Լավ եկեք անցնենք առաջ, հասկացանք։ Ձեր տեսակետը հասկացանք, չեք վստահում, ագնեին, կարող է գաղտնի 1 միլիարդ տան, չի դրա մասին չի խոսքը։ Դրա մասին չի խոսքը։ Ես բարձաբանում եմ ինչի նկատի ունեմ։ Ես ասում եմ, մենք չգիտենք Հայաստանը կվճարի այդ գումարը, եթե գա մի պահ, որ Հայաստանը որոշի, որ վճարելու է, բարձր որ գաղտնի։ Կիմանանք դրա մասին։ Բայց հղում կատարել պաշտոնական դիրքորոշումը ես ավարտեմ, էլի կներեք։ Այս պայի դրության մասին Ես ավարտեմ, էլի։ Ես ասում եմ չկա հիմք, դուք ասում եք կա ԱԳՆ-ի հայտարարություն, Լավ, եկեք ԱԳՆ-ի հավատաքննության չվերածենք էլի մեր։ Հիմա ինչ վերաբերվում է մեր այցելությանը, ըստ էության այստեղ ինչ էր տեղի ունենում, Թրամփը զանգել էր Նիկոլ Փաշինյանին, ասել էր կգաս կնստես կողքս։ Այսինքն Թրամփը օգտագործում է, ես համաձայն եմ այն հանգամանքը, որ ինքը իբրև թե կարողացել է հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն հաստատել։ Ամեն պահ ասում է դա։ Ամեն պահ ասում է, որպեսզի, որովհետև ինքը չի կարողացել իր խոստումները կատարել, որովհետև ինքը խոստանում էր մի քանի օրում Ուկրաինայի հարցը լուծել եւ այլ հարցեր, որևիցե կոնֆլիկտի պարագայում չի կարողացել եւ մեզ օգտագործում է որպես խաղաթուղթ։ Եվ այս իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ըստ էության Հայաստանի իշխանությունները որևիցե ինքնիշխան դիրք չեն ձևավորում։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ այդ թրիփ ճանապարհը ինքը ոտնահարում է մեր ինքնիշխանությունը, հենց սրա մասին է խոսքը։ Երբ որ Հայաստանը Ադրբեջանի մասին խոսելով, այսպես ձեռքերը դողալով խոսում է, որ վայ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա, եւ եկեք գնանք խնդրենք Թրամփին եւ իրեն միջանցք տանք, թրիփ անվանենք, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի մեզ վրա, այդ պարագայում մենք Թրամփից ստանում ենք պատասխան, որ այո, ես դա կանեմ, բայց իմացեք, որ դրանից հետո դուք դառնալու եք իմ հլու հնազանդ ծառան։ Եթե ես կզանգեմ, կասեմ կգաք կնստեք կողքս, եթե չեմ զանգի, չեք գա։ Հիմա մեր գնալը ինքնին շուտ մեծ կորուստներ մեզ չի բերում, եթե մենք այդ փողը չենք վճարելու։ Դա մեր համար ահռելի գումար է եւ որևիցե բան դրա դիմաց չենք ստանում։ Ինքնին գնալը կարող են գնալ նկարվեն ձեռքը ոտքի եւ այլն, իսկ դա չի հետաքրքիր։ Դուք ինչ եք մտածում, արդյոք անվտանգային որոշակի այսպես իրադրություն կստեղծի Հարավային Կովկասում, հատկապես նաեւ դիտարկենք Ադրբեջանի հանգամանքը, խոսեցինք հայկական կողմի մասնակցությունը, ինչպես եք դուք գնահատում, սա Ադրբեջանի համար ինչ է նշանակում։ Ընդհանրապես դա կարելի առաջ հայացքից դիտարկել որպես զսպիչ դերակատարություն, հայ միջնորդային, որ այդ կոնֆլիկտը ավարտված է, փորձում ենք դերակատարներին հստակ մեր ուղերձը հղել, որ պատերազմը ավարտված է ձեր համար, հետևաբար տարածաշրջանում այդ կոնֆլիկտը համարում ենք արխիվացված եւ անցնում ենք ձեր համակեցությամբ համատեղ գործերի մեգապրոյեկտների, ոնց որ թրիփի այդ ճանապարհ եւ այլ համատեղ գործունեություն, բայց այստեղ կարծիքներ հնչեցին, եկեք փորձենք մաքսիմալ կոնկրետ տալ հստակ գնահատական։ Նախ ինչեր դա, այս այն ինչ որ մենք տեսնում ենք։ Սա նախ այո, շատ ճիշտ նշվեց, որ սա ԱՄՆ-ի իդեմս որպես պետություն, ԱՄՆ-ինը չի, դա ստեղծվել է Թրամփի ամբիցիաների ու քմաջույքների, ընդ որում նա որպես օդիոս կերպար իրենց տված պտուղներն է, իր ցանկությունն է, որ ստեղծվի ինչ որ մի հատ մեգա պրոյեկտ, որը որ կզբաղվի աշխարհում ինչ որ կոնֆլիկտներով, վերակառուցումներով եւ այլն, բայց այսօր ռեալ տեսնում ենք, որ շատ կոնֆլիկտների հիմքերը ինքն է դնում։ Այսինքն այս համադրումը այդ մասով կարանք այդպես անել։ Մենք տեսնում ենք, որ մեգա պրոյեկտի մասին ենք հիմա խոսում, բայց
ինստիտուցիոնալ հիմք դեռևս չունի, կառուցվածք, որտեղ է շտաբը, գրասենյակները որտեղ են, հա, թե բացառապես դա մահագա, որը օգտագործվելու է, ինչպես շատ ճիշտ նշեցիք, այս պահին նաև աշխարհակարգի փոփոխության համատեքստում, երբ որ փորձում են ամբողջ արևմտյան կիսագունդը ամերիկանացնել, ընդ որում նաև հարավային Ամերիկան, Լատինական Ամերիկայի երկրները։ Այս դեպքում նաև գանք էլի շատ կարևոր հարցին։ Հայաստանը ֆինանսական այդ մասով ներդրում ունի, չունի, մասնակցության համար վճար կա որպես այդպեսին, թե ոչ։ Տեսեք, ընդհանրապես աշխարհում փորձը ցույց է տալիս, որ ասում է «Кто платит, тот заказывает музыку»։ Սովորաբար այդ խոսույթը քաղաքականության մեջ ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը։ Գիտեք, կա տրամաբանությամբ, կա տրամաբանությամբ հետևյալ մի սկզբունքը, որ եթե դու վճարում ես, եթե չես վճարում, հավանական է, որ ինչ որ որոշումների ժամանակ դու քվոտա չունես, քվե չունես, ձայնի իրավունք կարող է չլինի կամ լինի մասամբ, այսինքն դու այնքան որ դե ֆակտո մասնագիծ ես, ինչ որ բանի տակ ստորագրես, անունը դնես, որ դու մասնագիծ ես։ Հիմա այդ մասով պետք է հասկանանք Հայաստանի մասնակցությունը ֆինանսական տեսանկյունից, այսինքն եթե չես վճարում, եթե հղումը կա, որ մենք կարանք չվճարենք, հետեւաբար չվճարելու արդյունքում ինչ ենք ստանում, վճարելու արդյունքում ինչ ենք ստանում, այդ մեկ։ Թույլ տվեք չխոսեմ այդ body language-ներից, այդպեսի սցենարներ, ընդհանրապես Թրամպը սիրում է, էլի, ժեստիկուլյացիա, միմիկաներով, բայց այստեղ որը շատ էսպես հատկապես իշխանականները տարածում են աչքով տալու, ահա ընդդիմությունը տարածում է ձեռքը ոտքին դնելու, հիմա տեսեք, հիմա մի պաշ ճշմարիտ այդ մարդու body language-ը այն օրն էլ լրագրողների հարցին ի պատասխան պարում էր, չգիտեմ ինչ էր անում, աննորմալ շարժումներ էր անում, հիմա դա Թրամփն է, Թրամպը տվյալ դեպքում, հա։ Այստեղ մեկ էլ տեսեք այդ մասով նաև ինչ է, տեսեք օրինակ ՌԴ-ն, եթե չեմ սխալվում, պաշտոնապես ասեց, դե եթե սառեցված ակտիվները ակտիվացնենք, այդտեղից այսօր միլիարդը գերեդարկի բաներ, պատասխաններ։ Ինչ վերաբերում է նաև այդ հələ body language-ը դնենք այսպես բանը ժպտած ասած։ Մարմնի լեզուն է, հայերեն։ Հա, մարմնի լեզուն, տեսեք, այդտեղ ախր Ժորժ ջան, չի կարելի էլ այդտեղ պարզ բան գոյություն ունի ալֆաբետնի, հա, այսինքն այբենական կարգով տրված է։ Արգենտինա, Արմենիա, Ադրբեջան։ Ու տվյալ դեպքում պահի թելադրանքով է թե իրավիճակային է նաև համընկել է որ այբենական կարգով է այբենական կարգում նստել է հիմա դարձնում են այդ ֆետիշացման process-ը չեմ հասկանում էլ ինչին մասին է։ Եվ ընդհանրապես, հա, ձեռնտու է։ Ընդհանրապես եթե առաջնահերթ դիտարկում ենք որտեղ խոսույթում պատտվում է որ այդ գումարը տրամադրվում է օրինակ Գազայի վերականգնման համար։ Գիտեք մի քիչ մինիմում տարակուսել է, էլի ստացվում է Իսրայելը հողին է հավասարացնում Գազան, աշխարհը գումար է տալիս որ Գազան վերականգնի, Իսրայելը մտնում է այդ խաղաղության բանը։ Պարոն Կարապետյան, կնեք, ոնց որ Իսրայելը չէր մտել, նա Իսրայելը մեջը չէր։ Պաշտոնապես հայտարարեց այսօր են նայել լրահոսը, ասել չէ, արդեն ֆիքսել է, որպեսզի հանգարց չընդդիմանա Թրամփին։ Կնեք, բայց Գազան պատերազմի կանգնեցման հույս երևի չկա, որ մի հատ էլ սկսեն վերականգնել։ Դե առավել ևս հարաբերական է ասել, թե Գազայում ինչ որ բան կանգնելա, որ մի բան կամ վերականգնելա։ Համենայն դեպս Թրամփի դիրքորոշումը այնպեսին է, որ կա։ Ինչ վերաբերում է էլի Թրամփը մարել է պատերազմը։ Գիտեք այդ ապրում եք դիրքորոշումների աշխարհում, այո, շատ դեպքերում ինչ որտեղ նաև իրարամեջ այո, տարբեր են մեկնաբանությունները։ Այդ մասով էլ ես չէի ուզենա այդ հղումը տալ, բայց ագամա աչքիս առաջ գալիս է, երբ որ պատերազմի վերջնարկություն կրնենց կուլմինացիան տեսանք, բայց մինչև վերջի րոպեն մեզ էլ ասում են, որ հաղթում ենք ու դա պաշտոնական աղբյուր էր ասում, պաշտոնական, այսինքն մարդը որպես այդպեսին իրավունք էր վերապահված, որ նա պաշտոնապես նման հայտարարություն աներ։ Հետևաբար այս ամեն ինչի կոնտեքստում կարելի է տեսնել, որ ժամանակը պետք է ցույց տա, թե ինչպիսի վերադասավորումներ կլինեն, առավել ևս որ այսօր ուժն է ծնում իրավունքը սկզբունքն է մարդը բառացի ուղիղ ասում է, ես իմ համոզմունքներով եմ շարժվում, թեկած ունեմ միջազգային իրավունքի վրա։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյանը մեզ միացավ, լսենք պարոն Առաքելյանին։ Պարոն Առաքելյան, ինչ է փնտրում Հայաստանը այս կառույցում, այս կողմից կան թերահավատություններ, որ սա ավելի շատ Թրամփի PR-ին մասնակցելու պես մի բան է, քան թե կոնկրետ օգուտներ կստանանք եւ Ադրբեջանի միանալու գործոնը ինչ է ձեր կարծիքը։ Նախ ես կարծում եմ բնականաբար Հայաստանը եւ Ադրբեջանը այդ
ֆորմատին միացել են խաղաղության համատեքստում։ Մենք գիտենք, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում հատկապես շեշտվում է այդ խաղաղության գործընթացը եւ այստեղ որոշակի արդյունքներ արդեն իսկ գրանցվել են եւ որպես նաեւ գործընկեր պետություններ Միացյալ Նահանգները ռազմավարական նաեւ, այսպես գործընկեր պետություն տվյալ դեպքում Հայաստանը Միացյալ Նահանգները այդ հրավերը ուղարկել է եւ այստեղ ես կարծում եմ, որ բնականաբար տեղին չէր լինի, որպեսզի Հայաստանը հրաժարվեր այդ ֆորմատին մասնակցելուց, միջ այս մեր մամուլում էլի կերծ տեղեկություններ էին տարածվում, որ Հայաստանը պետք է $1 միլիարդ վճարի այդ ֆորմատին մասնակցելու համար, բայց մենք գիտենք, որ սա նաև Հայաստանի մասնակցությունը կա հիմնական մասնակիցներ եւ այսպես ասենք ժամանակավոր եւ այստեղ Հայաստանի համար որևէ ֆինանսական բեռ չի ենթադրում, ընդհակառակը Հայաստանը այս ֆորմատով կարող է որոշակի նաև դիվիդենդներ ունենալ, նախ սա նաև ժեստ է Միացյալ Նահանգների նախագահին, որ որպես գործընկեր ինքը այդ խաղաղության գործընթացին, միանում է, այդ ֆորմատին միանում է եւ բնականաբար այնտեղ կարող են լինել քննարկումներ տարբեր տարածաշրջաններում հարցերի հետ կապված, որտեղ նաև Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ նաև իր ձայնը, Հայաստանի Հանրապետությունը այդ ֆորմատում կարող է ունենալ իր գործընկերները եւ նաև գործընկերների հետ ընդհանուր շահերի հիման վրա առաջ մղել իր ազգային զգուշավորություն չունեք, որ սա մի քիչ հակաինստիտուցիոնալ կառույց է, այսինքն ՄԱԿ-ին հակասող կամ Եվրամիությունը ես չեմ կարծում իհարկե գործընկերներն են։ Տեսեք, մենք պետք է հասկանանք, որ բնականաբար Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգի եւ Եվրոպական միության միջև կա որոշակի հարցերի շուրջ լարվածություն կամ անհամաձայնություններ, բայց մենք չպետք է այդ անհամաձայնությունների երկու գործընկեր կողմերի անհամաձայնությունների բեռը վերցնենք մեր վրա եւ փորձենք ինչ որ կողմերի շահերից համապատասխան դիրքորոշումներ հայտնենք, այստեղ մենք ունենք բնականաբար էլի կրկնեմ մեր շահը եւ մենք այս ֆորմատին մասնակցում ենք ելնելով մեր շահից, քանի որ հատկապես Հայաստանի Հանրապետությունն է այսպես առաջ մղում կամ հայտարարում խաղաղության օրակարգը եւ համագործակցության օրակարգը։ Կներեք, պարոն Արաքելյան, այն աշխարհում, որտեղ ուժի գործոնը ակնհայտ է, բոլոր խոստովանում են, ընդունում են, գալիս է առաջին պլան, դուք կբացատրեք ոնց է Հայաստանի Հանրապետությունը անվտանգային որոշակի դիվիդենդ ստանում մեր տարածաշրջան, որը հաճախ եռում է, Իրանում գործողություններ հասկանում ենք Ադրբեջանը, ինչքան էլ նրանց նախագահ այսպես առևույթ խաղաղասիրական հայտարարություններ անի, զինվելու տեմպերը շատ լավ գիտենք, երբեմն նաև այսպես անկեղծության ժամեր է ունենում ագրեսիվ եւ թշնամանք բորբոքող հայտարարություններով, խնդրեմ։ Տեսեք, մենք տվյալ դեպքում այդ կառույցի հետ կապված մի կառույցում ենք, որը Միացյալ Նահանգների հովանու ներքո է։ Միևնույն ժամանակ մինչ այդ մենք Միացյալ Նահանգներից ստորագրել ենք փաստաթղթեր եւ տեղի ունեցավ կոնկրետ թրիփի հետ կապված շրջանակային այդ փաստաթղթի հրապարակումը, առաջիկայում կտեսնենք նաև արդեն ավելի կոնկրետ համաձայնագրերի, կազմակերպության հիմնումը։ Մենք գործ ունենք Միացյալ Նահանգների հետ, մենք նաև ինտեգրվում ենք այն պրոյեկտներում, որոնք նախաձեռնել են ուրեմն Միացյալ Նահանգները եւ բնականաբար գործ ունենալ կամ լինել Միացյալ Նահանգների գործընկերը նշանակում է ունենալ նաեւ որոշակի անվտանգության ուրեմն հնարավորություններ, տնտեսական հնարավորություններ։ Իհարկե ճիշտ եք ասում, որ այսօր աշխարհը փոխվել է եւ ուժի գործոնը կարեւորվում է, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ այն գործընթացները, որը նախաձեռնել է Թրամփը, թե այդ խաղաղության ուրեմն պլատֆորմը եւ թե մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը եւ թե թրիփը դրանք ենթադրում են նաեւ որոշակի տնտեսական ավելի գլոբալ համագործակցության հնարավորություններ, որը նաև շատ կարևոր է հենց այդ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս նույն խաղաղության պլատֆորմա, եթե մենք դիտարկում ենք, թե ինչ պետություններ են հիմնադիրները, Հայաստանը ըստ էության դարձավ հիմնադիր անդամ այդ պլատֆորմի։ Սաֆարյանը այստեղ չէ, ասում էր ոչ
այնքան կարևոր պետություններն ասնախոս։ Դե մեզ համար նախ եւ առաջ կարևոր պետությունը Միացյալ Նահանգները, բայց եթե մենք դիտարկում ենք թե նույնիսկ այս պահի դրությամբ ինչ պետություններ են ստորագրել այդ փաստաթղթի տակ որպես հիմնադիրներ, մենք կտեսնենք գրեթե այն պատկերը, ինչը ենթադրում է այդ միջին միջանցք եւ նաեւ արաբական այդ գոտու այդ միջանցքը, որտեղից պետքա արևելքը կամ Ասիան կապվի Եվրոպայի հետ եւ այս տեսանկյունից դա նաեւ տրամաբանական է, այսինքն այն պլանները, այն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական պլանները, որ ունի այսօր Միացյալ Նահանգները իդեմս իր նախագահի եւ գործող վարչակարգի, նաեւ այս խաղաղության պլատֆորմով է այսպես ընդգծվում։ Մենք տեսնում ենք Կենտրոնական Ասիայի երկու կարևոր երկրներ այս պլատֆորմում, մենք տեսնում ենք Ադրբեջան, Հայաստան, մենք տեսնում ենք Թուրքիա, եվրոպական էլի որոշ երկրներ եւ սա այն միջին միջանցքի հիմնական գիծն է, որով պետքա անցնի նաեւ թրիփը եւ ուրեմն Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա կապվող ուղիները եւ բնականաբար արաբական աշխարհը, կոնկրետ արաբական աշխարհի կարևոր երկրներ, որը նույնպես Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկերներ են։ Շատ լավ, հերթը պարոն Վարդանյանին էր, բայց դուք ներող կլինեք, պարոն Սահակյանին լսենք, այսպես պլյուս մինուս տրամաբանությունը ապահովելու նպատակով ունեք հակադարձումներ։ Այո, մի քանի տենց, որովհետեւ ժողովուրդ եկեք պայմանավորվենք, խոսենք լավ այն մասը որ դուք ասում եք սա ամենը հովանու ներքո է, մենք այստեղ ոնց որ եկանք համաձայնության, որ սա ավելի շուտ Թրամփի հովանու ներքո է, որովհետև նախագահ Թրամփն է, հետո այդ բանի ինքն էլ նշանակել է իրավահաջորդ, հա, ոնց որ իր բանի, այսինքն դա Ամերիկայի sense ինստիտուցիոնալ ամերիկյան ինչ-որ կառույց չի, սա Թրամփյան կառույց է։ Դե համենայն դեպս այս պահի դրությամբ Թրամփը Միացյալ Նահանգների, որը նաև հանցագործ է, որի դեմ բաներ կան։ Կատիրեմ Թրամփը իր սեփական միջոցները չի էլի, ասենք։ Այո, Թրամփը, այո, այսինքն մանդատ ոչ թե ԱՄՆ-ի կամքն է, այլ ներողություն, այսօր ԱՄՆ-ն իր կամքով ընտրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, որը իրականացնում է նաև որոշակի առումով իր կամքով արտաքին հայտարարություն է ներեցել։ Չէ, ինչն է պոպուլիստական։ Այսինքն կամքով ընտրելը որն է, բայց կեսը որ դեմ է վերել։ Դե հիմա ներողություն եք խնդրում, կա ժողովրդավարությունը, ընտրված նախագահ, եւ ընտրված նախագահը իրականացնում է արտաքին քաղաքականություն։ Հիմա մենք մտնենք ասենք նաև ընտրված կոնգրես, որը որոշ դեպքերում գործում է, կա սենատ, որը գործում է։ Հասկացանք, եթե սենատը վետո կդնի այս փաստաթղթի վրա, օքեյ, բայց կա արտաքին քաղաքական գործողություն է կատարում։ Ներողություն, Միացյալ Նահանգները պաշտոնապես ինստիտուցիոնալ նաև առումով իդեմս իր նախագահի պետքարտուղարի իրականացնում է այս պրոյեկտը, որը իրանց արտաքին քաղաքական այս պայմանները որ ձեր ասածով լինի, բայց այտենց ոնց որ կտեսնենք ժամանակը գա ցույց կտանք, խնդրում եմ թույլ տվեք ես վերջացնեմ, հեսա դուք հեսա անասուն կունենաք ժամանակը գա ցույց կտա, ես չեմ բացառում, որ այս պրոյեկտը ես չեմ բացառում, եթե օրինակ Էդգար ջան, բերեք ժամանակը գա ցույց կտա։ Միացյալ Նահանգներում վարչակարգ փոխվի, այս ծրագրերը ուրեմն արգելակվեն, ես չեմ բացառում, ինչպես որ Տրամպը եկավ շատ ծրագրեր դեմոկրատներից։ Դե մենք էլ ասում ենք որ Տրամպը գնաց, սա ոնց որ չի աշխատելու հետ ենք ասում էլի։ Լավ, լսեք պարոն Սահակյանին։ Հիմա այն հանգամանքը որ սա ամենը հովանու ներքո էր եւ այլն բան, այս մասը արդեն խոսեցինք, քննարկեցինք, բայց սա նորից խոսում է այն բանի մասին, որ մեր վարչակարգը արդեն հա վերադառնանք մեր ոչխարներին, ինչպես ասում են, հույսը դրել է ինչ-որ մեկի վրա, ճիշտ այնպես ինչպես սրանից առաջ Ռուսաստանի վրա ենք դրել, մենք տեսանք որ դա չաշխատեց եւ նույն կերպ չի աշխատելու նաեւ ամերիկյան հովանավորչությունը, որովհետեւ Ուկրաինան նույնպես ուներ ամերիկյան հովանավորչություն, երբ նրանից վերցեցին միջուկային զենքը, տվեցին Ռուսաստանին, ասեցին քո խատրին ոչ մեկ չի կպի, քո տարածքային չէ, հեսա կվերջացնենք ասեմ։ Ռուսական հովանավորչություն, քանի որ այդ երաշխիքները տվել են նաեւ Ռուսաստանը, այս միայն ամերիկյան հովանավորություններ Վճռորոշ խոսքը ամերիկայիններ, որտեվ հենց այդպես, որտեվ ամերիկան Եթե վճռորոշ խոսքը Միացյալ Նահանգներին լիներ, այսօր իրավիճակը այլ կլներ։ Դե չէ, դե տեսնում ենք, որ ամերիկան նույն ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ խոսքերն եւ տեսնում ենք թե տխուրա Ուկրաինայի վիճակը, Էդգար ջան, բեր խոսանք հերթով, լսենք իրար, դա տարական կուլտուրա է։ Սահակյանին հետո Երկրորդը, տեսնենք թե ինչ պետություններ են այս հիմնադիրները, շատ կարեւոր է դա Պակիստան, Ադրբեջան, ինչպես իմ գործընկերը ներկայացրեց, Թուրքիա, Հունգարիա, դրանք պետություններ են, ովքեր ընդգծված, անթաքույց, հակահայկական քաղաքականություն են վարում եւ հենց այդ դրան հղում անելով ես ասում եւ չեմ տեսնում այստեղ հայկական շահ։
Սա իմ համար տարակուսելի է Գրեք, որպես իսկ մինիմում։ չմիանալը ձեր կարծիքով կբերե մոլորակում- ռիսկեր, պարոն Սահակյան, չմիանալը կբերե ռիսկեր։ Այդ Թրամփը զանգում է, ասում է եկեք միացեք, ասում ենք չենք միանում։ Բնականաբար դա էլ է ռիսկ, որովհետև մենք նախ չգիտենք ինչ հարաբերությունների մեջ են Հայաստան, Ամերիկա կամ Նիկոլ Փաշինյան եւ Տրամփ բան, չէ։ Հա, ոնց որ մի քիչ վասալային բաներ ա տիրում, բայց այտենց չասենք, որ մեր գործընկերներին բան ենք, էլի։ Բայց խնդիրը գիտեք ինչու՞մն է, որ Հայաստանը գտնվում է ավանգարդում միտեղ, որտեղ այդքան էլ լավ այտենց ոնց որ լավ գործընկերներ չեն հավաքված։ Հա, կամ ոնց որ գնում է թուրքալեզու պետությունների մի վարքան Էդգար, որ գնացել Ղազախստան, թե ուղակի խոսք, եթե բանավեճի ռեպլիկի հնարավորություն ունի։ Ես համբերեցի դուք վերջացրեցիք հավարտի թշնամի Էդգար, ես համբերեցի դուք վերջացրեցի, նոր ռեպլիկ արեցի, հիմա ես կվերջացնեմ, դուք որ ռեպլիկը կանես, պետք չի շտապել։ Ոնց որ գնացել էր Ղազախստան Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ թուրքալեզու պետություններին հավաքված, գալիս են գլուխը շոյում բաներ, ինչ որ սես ծիծաղում բան էին անում, տեսել ենք բոլորս էլ այդ կադրերը։ Ինչն է ծիծաղում, ով էր գլուխը շոյում։ Չես համբերում վերջացնում։ Ինչ գլուխ է շոյում, այլ մի հատ հասկանանք, էլի, այդպես ուշադիր նայել։ Լավ, պարոն, ասենք եթե մենք պրոֆեսիոնալ բանավեճ ենք իրականացնում, ասենք մի քիչ կոռեկտության մեջ մոռացել եք այդ կադրերը Ղազախստանում Հայաստանի դիրքը Երբ ինչ գլուխ է շոյում, դուք տեսել եք։ Լավ, եկեք գլուխներ հագիստ օրենք։ Պարոն Սահակյան, եկեք հնարավորինս անձնական շատ բան չանենք, չկպնենք։ Բայց անձնական ինչին ենք կպնել։ Դե եթե խոսում ենք կոռեկտության մեջ, եթե պետք է այդ խոսույթով հասկացաք, պարոն Առաքելյան, ամեն մեկը իր խոսույթով խոսում է։ Հա, չէ, բայց եկեք խնդրեմ։ Հայաստանը գտնվում է մի հատ գործընթացի մեջ, որտեղ ինքը գտնվում է նախաձեռնողների բաների շարքում, որտեղ ՄԱԿ-ը երկրորդական պլան է մղվում, իսկ ՄԱԿ-ի շրջանակներում շատ քիչ, լավից վատից, բայց փոքր պետությունները կարողանում են իրենց իրավունքները սպասարկել։ Օրինակ ես հիմա չեմ պատկերացնում, ինչպես Պակիստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք կարող ենք խոսել ազգերի իրավունքների տենց կամ ինչ-որ sense բան փոքր պետությունների իրավունքների կամ Ինչպես կարող են որպես փոքր պետություն հավասար ձայնի իրավունք ունենալ։ Որպես մինիմում, այո, դա տարակուսելի է։ Ես դա չեմ տեսնում, այդ հնարավորությունը անգամ չեմ տեսնում, ինչքան էլ այնտեղ բանը ամերիկյան հովանավորչություն կասեն իմ գործընկերն է կամ Թրամփի հովանավորչություն կասեն, այստեղ արդեն էական չէ, որովհետև Թրամփը մենք տեսանք նաև այդ բան Ալիևի եւ Փաշինյան Նիկոլի մասնակցությամբ այնտեղ ինքը ակնհայտորեն գովերքում էր բանին Ալիևին։ Ասում էր դու արդեն ինչքան տարի ես բան այնտեղ չէ, ասենք 20 տարի եւ այլն բան։ Կարծում եք ամերիկյան դրամը 20 տարի երկրի ղեկավարները լավ է կարծում եք ամերիկացիները։ Նայած ում տեսանկյունից եք նայում։ Թրամփ ասում է այո դա գովելի է։ Թրամփ ասում է գովելի է։ Այո։ Ասում եմ որ Թրամփը դեմ չի։ Չեմ ժխտի, բայց միանշանակ չէ, էլի 20 տարի երկրի ղեկավարները։ Տեսանկյունից նայում եք, դա մեզ համար տարակուսել է, որովհետև ԱՄՆ-ն այդ լիբերալ աշխարհի բանը օրենքների այդ գործող բանի չէ շրջանակներին որտեղ բոլորը հավասար են իրավունքները հավասար են եւ այլն մենք դա տեսնում ենք որտեղ ամենևին էլ այդպես չէ Ուսամ դուք չեք ուզում Փաշինյանը 20 տարի հասնի բան Աստված ահա դե գնացինք եւ սա մտահոգիչ չէ եւ սա մտահոգը իմ ամենամեծ մտահոգություններից մեկն է որտեղ ես տեսնում եմ որ Հայաստանը գնում է միտեղ որտեղ լրագրողներին են դատապարտում բաներին Ընդդիմադիրներին չնայած ընդդիմադիրները այստեղ էլ բարձրապես խոսքերի համար տենց գցում են բերդեր եւ նեխացնում են ինչպես ասում են, բայց դա բարի ավանդույթ էր, էլի Նիկոլից սկսվեց, դա էլ պետք է ասենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Վարդանյան, այդ տեսեք հնչում են տեսակետներ, որ նախ ամենակարևոր քննադատությունը, որ պարոն Սահակյանն հնչեցրեց, մենք փոքր պետություն ենք, ՄԱԿ-ում մեր ձայնը լսելի է, մենք մեկ ձայն ունենք, քվեարկում ենք, այո կամ ոչ։ Այստեղ, չգիտեմ, ինչ որ տրամաբանությունը այն է, որ կարող է քվեարկությանը բանը չհասնել։ Հա, երևի հենց դրանից էլ սկսեմ, ուրեմն Հայաստանը ՄԱԿ-ի անդամ ՄԱԿ-ի անդամ է։ ՄԱԿ-ը շատ ավելի մեծ քանակի պետությունները ընդգրկել բնականաբար, քան այս նախաձեռնությունը, եւ այդ մեծ քանակի պետությունների մի զգալի հատվածը, ըստ էության մեծ մասը ավտորիտար պետություններ են։ Եվ եթե մենք հիմա ասում ենք, որ գնում ենք այնպիսի միտեղ, որտեղ իրավունքներ են ոտնահարվում եւ այլն, Պակիստանը, Ադրբեջանը, չէ, բոլոր պետությունները նաեւ ՄԱԿ-ի անդամ։ Ավելին եմ ասում, այսինքն ՄԱԿ-ի անդամ ավելի շատ պետություններ կան ավտորիտար, հա, եւ բնականաբար մենք հիմա չենք ասում, չէ, որ բա ինչ ենք անում մենք ՄԱԿ-ում, եթե մի զգալի հատվածը կամ մեծ մասը ավտորիտար պետություններ են։ Այդ մեկ երկրորդը նայեք մենք իրականում
մի տարի առաջ ինչի մասին էինք խոսում։ Մի տարի առաջ խոսում ենք այն մասին, որ շատ լուրջ վտանգ կա պատերազմի, որ մտահոգիչ խոսույթ է առաջ քաշում Ալիևը եւ այլն եւ իրականությանը դա համապատասխանում է, շատ լուրջ մտահոգություններ կային, հա։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին էր խոսվում ռուսական միջնորդությամբ, որտեղ պետքա ռուս ուրեմն FSB-ի, հա, ներկայացուցիչները, այսինքն սահմանապահները տեղակայվեին, հա։ Եվ շատերն ասում էին, որ ընդդիմադիր դաշտ ներկայացնողներից շատերը ասում էին, որ բայց միգուցե ախր այդ միջանցքա ինչա տանք բրծնենք, ռուսները վերցնեն լավ, հա, որպեսզի այս պատերազմը չլինի։ Հիմա այսօր մենք ինչ իրավիճակում ենք հայտնվել։ 1 տարի է անցել։ Ուրեմն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նոյեմբերի 9-ի այդ ֆորմատը չկա այլևս։ Դրվել է մի կողմ։ Հիմա, այսինքն Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալիզացման գործընթացում ըստ էության մասնակցություն չունի ու առնվազն ուղղակիորեն չունի։ Ձեռք է բերվել օգոստոսի ուրեմն բաները, հա, օգոստոսի 8-ի այո, համաձայնագրերը, նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը եւ այդ ամեն ինչը արվել է Միացյալ Նահանգների վկայությամբ եւ միջնորդությամբ ըստ էության։ Հիմա Հայաստանը ըստ էության ավելի մի քանի անգամ ավելի, հա, անվտանգ իրավիճակում է գտնվում, բարվոք վիճակում է գտնվում եւ Հայաստանը այս ամեն ինչով կախվածությունը Ռուսաստանից, որը ահռելի էր եւ մինչեւ հիմա էլ բնականաբար կա կախվածություն, հատկապես տնտեսական կախվածություն, հնարավորինս նվազեցրել է եւ ըստ էության Միացյալ Նահանգների հետ մի կողմից շատ խորքային հարաբերություններ է հաստատել եւ այստեղ շահերի համընկնում է տեղի ունեցել։ Պարոն Թրամփը այո, անձնական այդ ամբիցիաները ունի, երևալու իր իմիջը, ասենք, բանանելու, հղկելու ձևավորելու որպես հաղթող, որպես ամենաուժեղ, խնդիրներ լուծող եւ այլն, բայց այստեղ շահում ենք մենք նաեւ, հա, այսինքն տեղի է ունեցել են, ինչ որ ես սկզբից ասեցի, այսինքն Ադրբեջանը եկել է կոնստրուկտիվ դաշտ, կարողացել ենք լեզու գտնել ընդհանուր ինչ որ փոխշահավետ պրոյեկտներ ենք բանանում եւ փող նաեւ կախվածություն ենք ստեղծում։ Այսինքն Թրամփյան ռեժիմը դուք որոշակի սանձ եք դիտարկում Ադրբեջանը։ Բնականաբար, այսինքն փաստ է սա, որ Ալիևը լուրջ է վերաբերվում շատ Թրամփին, շատ այսպես լուրջ քննադատական բան ուներ, դիրք ուներ նախկին վարչակազմի վերաբերյալ, այո։ Եվ նաեւ ըստ էության նաեւ տեսեք Թրամփը շատ առումներով աչք է փակում մարդու իրավունքների ոտնահարման վրա։ Ինչը լավ է Ալիևի։ Ինչը Ալիևի համար լավ է, ասում է, շատ լավ։ Եվ խոստանում է որոշակի այսպես ներդրումներ, խաղի մեջ մտցնել տարբեր, հա, կշիռ է մեծանում եւ այլն։ Եվ արդյունքում Ադրբեջանը գալիս է կոնստրուկտիվ դաշտ, արդյունքում Հայաստանը ունենում է խաղաղություն, Հայաստանը ունենում է զարգացման հեռանկարներ, Հայաստանի դիվերսիֆիկացիան, այսինքն արտաքին քաղաքականության այդ տարբեր բաները, հա, ճյուղերը եւ կախվածությունը Ռուսաստանից, որ նվազում է, այս ամեն ինչը կյանքի է կոչվում հենց այսօր։ Այսօր Հայաստանը, տեսեք, մենք չենք գնում միայն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ուրեմն խորացման ուղիով։ Ոչ, մենք նաև գնում ենք Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացման ուղիով, շատ հիանալի հարաբերություններ ունենք, նաև ռազմատեխնիկական հարաբերություններ, հա, խորքային։ Մենք նաև Եվրամիության հետ խորքային հարաբերություններ ունենք, Եվրամիության պաշտոնյաները բոլորը անխտիր ասում են հետևյալը. Հայաստանը եւ Եվրամիությունը երբեք այսքան մոտիկ չեն եղել միմյանց, քան այսօր է։ Երբեք։ Հիմա ներողություն մի ռեպլիկել, նաեւ Հայաստան հնարավորություն է տվել Ռուսաստանին ներգրավել TPS։ Այսինքն Հայաստանը այսօր չի հանդես գալի որպես հակա Ռուսաստան, սա է շատ կարեւոր։ Այսինքն Հայաստանը պահպանում է նորմալ հարաբերություններ, հնարավորինս որքան որ այս իրավիճակում դա հնարավոր է անել։ Սա, այսինքն կարծում եմ, բավականին հաջողված, այսինքն հենց հայկական շահերի առաջ տանելու տեսակետից հաջողված նախաձեռնություններ են բոլորը,
Անկախ նրանից թե հիմա այս կոնկրետ նախաձեռնությունը ինչ ապագա կունենա, ես համաձայն եմ, որ անորոշ է ապագան, աննախադեպ սա մի բան է, հա, արդեն ասացի, որ նաև եվրոպացիների մտահոգությունները կարող են լուրջ հիմքեր ունենալ, բայց սա դնում ենք մի կողմ, մենք այսօր ենք ապրում, այսօր կոնկրետ խնդիրներ կան, այսօր կոնկրետ Միացյալ Նահանգների կոնկրետ Թրամփի ներգրավվածություն կա, որը շահեկան է մեզ համար։ Եվ այսօր տեսեք մենք եւ ընդդիմությունը էլի շարունակում է նույն նարատիվները առաջ։ Նու խոսքը բոլորի մասին չէ իհարկե, բայց ընդհանուր առմամբ մենք այդպիսի պատկեր ենք տեսնում եւ գիտեք ինչ, տպավորություն է ստեղծվում, որ ասենք օրինակ 100 տարի հետո, 200 տարի հետո, երբ որ վաղուց արդեն հարաբերություններ հաստատված կլինեն առևտրային, Հայաստանի զարգացման մակարդակը կլինի եվրոպական երկրների զարգացման մակարդակին, հա, օրինակի համար, վաղուց ոչ մի պատերազմ չի լինի, ընդդիմությունը միևնույն է, ասելու է, որ գիտեք ինչ, այս ամեն ինչը անկայուն է։ Մեկը վաղը մյուս օրը Թուրքիան, Ադրբեջանը հարձակվելու են մեր վրա։ Ինչի մասին եք խոսում։ Ինչ զարգացում, ինչ բան, այդպիսի տպավորություն է ստեղծվում, անկեղծ ասած, այս ամեն ինչի արդյունք։ Եվ ինչպես ուրեմն Թրիփի առումով նաև, հա, այստեղ շահերի համընկնում կա, այո, Միացյալ Նահանգները կոնկրետ Թրամփը էլի, տեսեք, Թրիփ չէ, Թրամփի ուղի ինքը շոյվում է դրանից, բայց փաստը այն է, որ Միացյալ Նահանգների ներդրումներ, ահռելի ներդրումներ հենց Հայաստանում տեղի ունենալու առանց զորքի տեղակայման, որևէ երկրի զորքի տեղակայման, ըստ էության անվտանգության հարց է լուծվում, որովհետև Միացյալ Նահանգների երաշխավորությունն է այստեղ, որ ես ներդրումներ եմ անում, այստեղ պետք է անվտանգ լինի, այստեղ պետք է կայուն լինի, եւ այստեղից ես պետք է շահույթներ ստանամ։ Այսինքն այս ստաբիլությունը, որը ձեռնտու է իրեն, բնականաբար ձեռնտու է մեզ, եւ սա է հայկական շահ։ Շնորհակալ եմ։ Հիմա պարոն Սաֆարյանը կխոսի, պարոն Առաքելյանը կխոսի ու կսկսենք ամփոփել։ Նախ տարակուսած եմ, թե ինչպես կարելի է ասել, որ Թրամփի այդ հարաբերությունների մեջ Ադրբեջանի կալիբրը բարձրանում է։ Մենք դրանով ուրախանում ենք։ Ադրբեջանի կալիբրը շատ կարևոր բան եք ասում։ Ադրբեջանի կալիբրը բարձրանում է, այո, բայց դա հանգեցրել է նրան, ինչպես ես մի քանի անգամ ասեցի, կոնստրուկտիվ դիրքորոշման։ Դա այսօր։ Ոչ միայն այսօր, տեսեք, փոխկապակցություն է ստեղծվում իրականում։ Շատ լավ։ Եւ Միացյալ Անդրադառնամ փոխկապակցությանը, կներեք։ Ադրբեջանը մտնում է եւ գրավում է Հայաստանը, ինչ փոխկապակցության մասն է խոսքը։ Երբ որ մենք ասում ենք, որ գրավի, այսինքն Միացյալ Նահանգների դեմ եթե Ադրբեջանը կարողանար Հայաստանը գրավել, կներեք։ Ես խոսում եմ վաղվա մասին։ Կներեք, ես ավարտեմ։ Այն մոտեցումը, որ մենք այսօր ապրում ենք այսօր, որը Նիկոլ Փաշինյանական մոտեցում է եւ անթույլատրելի մոտեցում է, հա, որի ինքը ասում է ապագան այսօր է։ Սա ինչ է, սա նշանակում է, որ մենք պետությունը կառավարում ենք մարտավարական պլանավորմամբ։ Եթե Շվեյցարիան կամ Դանիան պետությունը կառավարեն մարտավարական պլանավորմամբ, կկործանվեն։ Մեր նման պետության համար դա բացարձակ կործանելի է։ Պետությունը պիտի կառավարվի ինչը խոսում է հենց դրա մասին, ռազմավարական պլանավորմամբ, այսինքն պլանավորումը ոչ թե պիտի լինի, որ մենք այսօր ենք ապրում, այլ պլանավորումը պիտի լինի հետևյալը, այսօրվա մեր կայացրած որոշումները 100 տարի հետո ինչ արդյունք են բերելու։ Բա հենց սրանք անվտանգության բարձիկները, երկարաժամկետ այսօր են անվտանգության բարձիկները։ Երբ որ մենք ասում ենք կներեք ես ավարտեմ, երբ որ մենք ասում ենք, որ կա ԱՄՆ-ի ներդրումներ, հիշեք թե ԱՄՆ-ն ինչ ներդրումներ էր արել Աֆղանստանում։ Եվ հիմա տեսնենք Աֆղանստանի վիճակը, երբ որ ԱՄՆ-ն դերից դուրս եկավ։ Եվ երբ որ վաղը ուրեմն Թրամփյան ադմինիստրացիան փոխվի, մենք չգիտենք ինչ կլինի Թրիփի հետ։ Պարոն Սաֆարյան, բայց մենք այսօր կներեք ռազմավարական մասով ավարտեմ, էլի կներեք, ռազմավարական պլանավորման մասով ավարտեմ։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ նախ Ադրբեջանը խոսում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան բացարձակ հորինված մի երևույթի մասին եւ այստեղ պիտի մեր մոտ հարց առաջանա. ինչու Ադրբեջանը մի օր նստեց եւ հորինեց դա։ Որն է այդ հորինվածքի նպատակը։ Ակնհայտորեն դա Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիան է։ Մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից բարձր մակարդակով հայտարարություն, որ ոչ մեկ չի կարող Թուրքիային արգելել ստեղծել մեծ Թուրանը, մեծ Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան վարում է կայսրական քաղաքականություն, ներխուժում է Սիրիա, ներխուժում է Իրաք, ներխուժում է Կիպրոս, Հունաստանին ասում է այս կղզիները մի ռազմականացրու, որպես հետո գնա գրավի, այսինքն որպես ինքը փոքրիկ կայսրություն փորձում է ընդլայնվել։ Մեր տարածաշրջանում նա ունի նաև մոտիվացիա, դա թուրքական աշխարհն է, որը Հայաստանի Հանրապետությունը իր գոյությամբ
Բացարձակ էական իշխանության դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետությունը իր գոյությամբ փակում է։ Այսինքն Թուրքիան շահագրգռված է Հայաստանի Հանրապետության գոյության դադարեցմամբ։ Այսինքն երբ որ մենք տեսնում ենք այս ռազմավարությունը, մեր դիրքորոշումները տարածաշրջանի վերաբերյալ պիտի լինեն այնպիսին, որ մենք թույլ չտանք թուրքական զորքը գա փաթաթվի Սյունիքի պարանոցին, ասենք դե թրիփը այսօր այդ զորքի դեմը առնում է, վաղը թրիփը կվերանա, այդ զորքը կմտնի Սյունիք։ Պարոն Սաֆարյանը կասկածամիտ է տնտեսական Ես հասկացա, բայց այստեղ ներողություն էլի, այստեղ Պարոն շատ կարևոր բան։ դուք եք խոսելու, եկեք պարոն։ Այս ամեն ինչը ինչի մասին մենք խոսում ենք, ինչի մասին ես ներկայացրեցի, հենց այն բանի մասին էր, որ հնարավորինս շատ անվտանգային բարձիկներ ստեղծվեն, որպեսզի այսօր կատարվի ներդրումներ տարբեր առումներով, խոսքը միայն ֆինանսական ներդրումների մասին չէ, որ վաղը մեզ ավելի կայուն ապագաս բանանի, հա, բերի։ Թուրքական զորքը Սյունիքի պարանոցում այդ կայունությունը ոնց է կապահովում։ Իհարկե։ Այսինքն մենք պետք է թուրքական զորքը, մենք պետք է հիմա այդ թուրքական զորքը, այդ թուրքական զորքը իր տարածքում է եւ արաքս գետերի մոտ, երբ որ Արցախը մենք իր տարածքում է, հասկանում եք։ Կներեք ինչ, Ադրբեջանի զորքը որտեղ է։ Ադրբեջանի զորքը իր տարածքում է։ Ո՞րն է իր տարածքը։ Հիմա իր տարածքում հստակեցնենք որտեղ է իր տարածքը։ Ադրբեջանի տարածքը, որը ճանաչված է միջազգայինորեն, Ինչ է նշանակում միջազգայինորեն Բայց մեր թեմայից մենք շատ ենք շատ կարևոր բան է, որը մոլորեցնում են հայ ժողովրդին։ Ինչ է նշանակում միջազգայինորեն ճանաչված տարածք։ Ներողություն, հազար ներողություն։ Նոր մի փոքր առաջ դուք խոսում եք ՄԱԿ-ից եւ ասում եք, որ այս պրոյեկտը ՄԱԿ-ի դեմ է, հա։ Այդ ՄԱԿ-ով միջազգայինորեն Ինչպես։ Չգիտեմ, դուք եք ասում, որ սա ՄԱԿ-ը որևիցե ՄԱԿ-ին փոխարինող կամ ՄԱԿ-ին որևիցե կերպ Ադրբեջանի, Հայաստանի կամ որևիցե անդամ պետության տարածք չի ճանաչել, որի հետևանքն է, որ ՄԱԿ անդամ պետությունները ունեն կոնֆլիկտներ։ Նայեք Ռուսաստան, Ճապոնիա, Ճապոնիա, Չինաստան, Չինաստան, Հնդկաստան, Հնդկաստան, Պակիստան, Մեծ Բրիտանիա, Արգենտինա, հիմա մենք լավ, բայց իրականում որ ՄԱԿ-ը, կներեք, ես խոսում եմ, որ ՄԱԿ-ը Ադրբեջանի տարածքը չի ճանաչել եւ գոյություն չունի միջազգային ով է ճանաչել, կարող եք ասել մի երկիր մոլորակի կամ լավ մի 3 երկիր, որը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Որ երկիրն է ճանաչել։ ԱՊՀ Չէ, պարզ հարց եմ տալիս։ Ֆոլկլենդյան կղզիները կներեք։ Ֆոլկլենդյան կղզիները, Կուրիլյան կղզիները, որոնք ՄԱԿ-ի անդամ են, շատ կարևոր բան է։ Մենք խոսակցությունը ուրիշ Հայաստանի Հանրապետությունը որ երկրի տարածք է ճանաչել։ Ներողություն։ Եկեք վերադառ ոչ բան առաջ։ Շատ լավ, ուրեմն պետք չի հանրությանը մոլորեցնել։ Պարոն Սաֆարյանը ավարտի իր խոսքը։ Շատ լավ, ես ավարտեմ։ Խորհրդի մասով դուք եք խոսում, ամփոփում ենք։ Ադրբեջանի տարածքը իրեն թող մնա։ Գնացինք։ Շատ լավ, ես կարծում եմ, որ մենք մարտավարական պլանավորման քաղաքականություն վարելով գնալու ենք դեպի կործանում, որ ռազմավարական հեռանկարում մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Եվ մենք պետքա փոխենք այս ամեն ինչը, գնանք ռազմավարական պլանավորման եւ ռազմավարությունը պլանավորելուց հետո վերադառնանք հետ եւ խոսենք մարտավարության մասին։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ դուք խոսում եք նոյեմբերի 9-ի մասին, հա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է պատռել, թափել աղբամանը, բայց դա չի նշանակում, որ դրան նա պարտադիր կերպով պետք է փոխարինվեր թրիփով։ Մենք պիտի ինքնիշխան դիրքորոշում արտահայտենք եւ ասենք, որ մենք ունենք որոշակի իրականություն։ Առաջին հերթին այդ իրականությունը այն է, որ Ադրբեջանը ռազմական ուժի միջոցով հասել է լրջագույն, ասենք, նվաճումների, այսպես ձևակերպենք սա, հա։ Եվ ունենք հետևյալ բանը, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ բոլորը եւ մենք բնականաբար առաջի հերթին շահագրգռված ենք, որ այս տարածքում խաղաղություն լինի։ Եվ մենք չենք կարող, նայեք, ուրեմն եւ լինի կայունություն եւ զարգացում։ Բոլոր այդ սուբյեկտները ասում են մենք ջանքերը մեկ տեղում ենք, բերում ենք այն պետությանը, որը ոչ կոնստրուկտիվ է, հիմա անկախ նրանից այս պահին ով է դա, հա, բնականաբար մենք հասկանում ենք, որ խոսքը Ադրբեջանի մասին է։ Կոնստրուկտիվ դաշտ եւ բնականաբար այստեղ պետք է բացվեն ճանապարհները։ Անհնարին է չբացել այդ անհնարին է, այսինքն որ ճանապարհները բացվեն, բայց Ադրբեջանը օրինակ իր երկրի մաս կազմող Նախիջևանի հետ, հա, չստանա ոչ մի կապ։ Անհնարին է այդպիսի բան։ Եվ բնականաբար այստեղ խոսքը գնում է ապաշրջափակման մասին, եւ այստեղ երբ որ ասվում է այն, որ գիտեք ինչ, այստեղ մենք ռազմավարություն չունենք, բայց կներեք,
Այսինքն ապաշրջափակումը, միջազգային առևտրի խորացումը, այն որ մենք տարբեր երկրներից զենք ենք գնում ոչ թե մեկ պետությունից եւ կախված ենք այդ պետությունից, որը հետո չի կատարում իր պարտավորությունները եւ մենք էլի հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ հայտնվեցինք, հա, այլ մի շարք տարբեր պետություններից, տարբեր բևեռների, այո, եւ բացի այդ մենք ոչ միայն, այսինքն ռազմատեխնիկական, այսինքն մենք բանակի ռեֆորմներ ենք անում այսօր, այսինքն այնպես չի որ մոռացել ենք որ պետք է ունենալ ուժեղ բանակ եւ այլն, այսինքն հակառակը արվում են ռեֆորմներ, արվում է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, այն ինչ որ ասում ենք resilience, հա, այդ այսինքն դիմադրողականության բարձրացում եւ բնականաբար կախվածության թուլացում Ռուսաստանից եւ որևէ մեկից մենք չենք կախված լինելու Շնորհակալություն պարոն Սաֆարյան, դուք կարող եք արձագանքել ամփոփ։ Սա հենց ռազմավարությունն է։ Ամփոփման ժամանակ խնդրում եմ պարոն Սաֆարյան։ Հա, ես ամփոփման ժամանակ եկեք պարոն Առաքելյան, քանի որ ձեր րոպեները խլված են ձեր պատճառով, խնդրեմ կարող եք արձագանքել։ Ես նախ գործընկերների ասած այդ մարտավարական հարցի շուրջ ընդհակառակը Գնեք, եթե դուք հարց տաք որևէ մեկին, նրանք պատասխանելու եւ ձեր րոպեները Չէ, հարց չեմ տալիս, ես ուղակի այն ինչ որ խոսվել է արձագանքում։ Ես չեմ Այն ինչ որ խոսվել է արձագանքում, նախ մարտավարական այդ խնդրին իրականության մեջ Հայաստանը նախկինում է իրականացրել այդ քաղաքականությունը, ընդ որում մարտավարական էլ չի եղել, շատ կարճաժամկետ ընդ որում տվյալ պահի քաղաքական իշխանության շատ առումներով անձնական շահերին համահունչ քաղաքականություն է իրականացվել, այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, ընդհակառակը ռազմավարական մոտեցումներ են, եւ այդ ռազմավարության մեջ նույն թրիփը ստորագրված է առնվազն 49-50 տարով, առնվազն 49-50 տարով, որը ենթադրում է նաեւ այդ ծավալների ներդրումներ եւ առնվազն այդ տարիների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացում այս տարածաշրջանում ճիշտ ձևակերպում այս տարածաշրջանում եւ բնականաբար տնտեսական շահեր ինչ վերաբերում է տեսեք այսպեսի մի հատ թեզ բան արվում որ այ բայ եթե Միացյալ Նահանգներում վաղը նախագահ չլինի Թրամփը կամ հանրապետականները օքեյ մենք գիտեինք որ նախկին դեմոկրատները բանակցեցին փաստաթուղթ բերեցին ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին Հայաստանի հետ բայց ներկայիս նոր վարչակարգը դա շարունակեց այսինքն պարտադիր չի որ ուրեմն հաջորդ վարչակարգը գա միանշանակ պարտադիր չի մենք ոնց ենք որոշել հա հնարավոր է բայց մենք ոնց ենք մի նստենք սպասենք տենանք դեմոկրատները կգան չեն գա հետո էլ ասել ենք բա որ հաջորդը հանրապետականները գան ինչ են կանել եւ սրան որևէ ալտերնատիվ չի ներկայացնում հա այսինքն այս մոտեցումը իմ համար անհասկանալի է ինչ վերաբերում է այդ հակաթուրքական կամ չգիտեմ մենք այստեղ Թուրքիային զսպում ենք եւ այլն մենք համոզված եմ որ այստեղ Թուրքիային առնվազն մեր պոտենցիալի ռազմական եւ այլ պոտենցիալի առումով Թուրքիային չէին կարող զսպել եթե մենք չունենանք այս տարածաշրջանում հստակ ուրեմն դաշնակիցներ այնպիսի դաշնակիցներ ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգներն են եւ Եվրոպական միությունը մեր նախորդ 30 տարիների փորձը ցույց է տվել նաեւ ուրեմն 44 օրյա պատերազմը որ այն կոպիտ ասած ստավկեքը որ մենք արել էինք Ռուսաստանի եւ խաղադրույքները եւ այն անվտանգային համակարգը որ կառուցել էինք որտեղ 0 ուրեմն ազդեցություն ուներ արևմուտքը տվյալ դեպքում Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը այդ համակարգը ցույց տվեց իր մեղմ ասած խոցելիությունը եւ կոլապս ապրեց այդ վերջին 4-5-6 տարիների ընթացքում եւ բնականաբար այդ փորձը ունենալով Հայաստանը չէր կարող նորից նստել, սպասել, տեսնենք ինչ ալնեմ, ակնհայտ է որ տեղի են ունենում լուրջ աշխարհակահաղական փոփոխություններ, լուրջ գործընթացներ, եւ այդ գործընթացներում Հայաստանի շատ գործընթացներում Հայաստանի մասնակցությունը շատ կարեւոր է։ Տվյալ դեպքում այդ խաղաղության պլատֆորմի հետ կապված նշեմ, պարզապես հարց պետք է լինի, իսկ եթե Հայաստանը ուրեմն չէր մասնակցում դրանից օգտվելու էր Այսինքն մասնակցության եւ պատասխանել եմ ինչեւ ձեր գալը, եթե ուզում եք նորից կարող եմ պատասխանել։ Այսինքն այստեղ շատ կարևոր գործընկեր հրավիրում է ձեզ մասնակցելու
ուրեմն առնվազն իր համար շատ կարևոր պլատֆորմ է եւ առնվազն մեր մասնակցությունը որևէ կերպ մեզ չի Շատ լավ, վնասում։ շնորհակալ եմ, բայց 1 րոպե Ու իդեպ եթե խնդրահարույց երկրներ կան, բա ավելի լավ չի որ դու մտնում ես այնտեղ եւ այնտեղ ես աշխատում Ներողություն, քանի որ քիչ եմ խոսացել, մի րոպե, 30 վայրկյան։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի երկրներին, որոնք Հայաստանի հետ ճշնամական վերաբերմունք ունեն, նույն Հունգարիան նշվեց։ Նույն Հունգարիան էլի Եվրոպական միության անդամ է եւ եթե տրամաբանությամբ մենք շարժվենք, ապա ոչ ոքի հետ կամ որևէ կառույցի հետ մենք առնություն չպետք է ունենանք։ Ընդհակառակը մենք պետք է մտնենք այդ կառույցների ինստիտուտների մեջ եւ փորձենք ներսից մեր շահերը պաշտպանել։ Շնորհակալ եմ, ամփոփում ենք 1 րոպե համարում, այստեղից սկսենք խնդրեմ։ 1 րոպե։ Հնարավորինս կարճ, որովհետեւ Ընդհանրապես ես ըստ էության ըստ բովանդակության խոսող եմ, երբ որ հարցադրում է լինում, փորձեմ 1 րոպե։ առավել եւս 1 րոպե լավագույն ժամանակն է բովանդական խոսելու։ Կարծիքս մնում է հետեւյալը, որ այո, պլատֆորմը ստեղծվել է, դե ֆակտո հասկանում ենք ինչի համար ստեղծվել, դե ֆակտո ես ասում եմ ու մնում եմ այն կարծիքին, որ դա Թրամփի ամբիցիաների, քմաջուկների ու իր պատկերացումների արդյունքն է, ուրիշ բան, որ այո, ինչ որտեղ նաև չենք կարող հաշվի չառնել, որ դա Ամերիկայի պետության ղեկավարն է, այդուհանդերձ։ Հետո ժամանակը ինչ ցույց կտա, իմպիչմենտ կլինի, բան, դա հարցի մյուս կողմն է։ Փաստը այն է, որ ինստիտուցիոնալ հենքը հələ ապահովված չի, մենք չենք հասկանում, հա, ինչպես է այդ կառուցակարգը լինելու, ինչ դերակատարություններ են ունենալու պետությունները եւ ինչ ձևով են քվեարկություններ եւ որպես գործառույթ իրականացնելու։ Այդ պահը այսօր խոսում ենք ինչպես, բայց դա ավելի լավ, եթե ըստ էության լինի։ Խոսվեց նաեւ, որ արագ փորձեմ արձագանքեմ, դե ֆակտո ստացվում է, այո, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը թենոսացված չէ, ստորագրությունը հետկացված չի։ Այս պահին Թրամփը այո, զսպիչ կանխիչ դերակատարություն է ստանձնել, այո, տեսնում ենք ինտենսիվ հարաբերություններ Հայաստան-Ամերիկա, տեսնում ենք, ընդ որում գիտեք, այստեղ ես շահարկման առարգա հանգար չդառնա, բայց այդ նույն առանց շղարշ քչելու իդեպ նույն Վուդրո Վիլսոնն էլ էր Միացյալ Նահանգների նախագահ, իր գծածով քարտեզ կար, բայց Հայաստան չկա։ Այս պահին տեսնում ենք լավ բան։ Ես իմ արձագանքում կասեմ, շատ կարևոր։ Ասում եմ պարոն Սաֆարյանն էլ արձագանքի դրա։ Բնավ չթերագնահատելու բանով։ Շատ կարևոր։ Եվ այստեղ մեկ էլ ասեմ, որ կա այն, որ մենք ըստ էության այս պահի դրությամբ, ինչպես ասում ենք, ըստ էության այս րոպեի դրությամբ ունենք 49 տարով պայմանագիր, այստեղ էլ պետք է լիարժեք հասկանանք, կարանք ինչ-որ գնահատականներ տալ, թե 76-24 հարաբերակցությունը ինչպես է, ու ոնց է 74-26 ներողություն, այն ինչ-որ նաև հաստացի 250-ից 300 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացված է Ադրբեջանի կողմից, դա փաստ է, ուրիշ բան, որ ասում են, որ դելիմիտացիոն դեմարկացիոն արդյունքում այդ ամեն ինչը կգա իր հունեն կինի։ Այստեղ պետք չէ վանգայություն անել քաղաքական, կոնսպիրոլոգիական տեսություններով զբաղվել, post factum պետք է տեսնենք 2-3 ամիս հետո ըստ իս ինչ պատկեր կարձանագրենք։ Շնորհակալ եմ, պարոն Սահակյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես կուզենայի իմ գործընկերների ասած Հայաստանում ապրել, բարեբախտաբար կամ ցավոք սրտի այդպես չի լինի, ավելի շուտ ցավոք սրտի է։ Չեք ուզում երևի։ Ես ուզում եմ, բայց այն մարդիկ, ովքեր հիմա կառավարում են, դա չեն անելու։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեր ատելությունը ինչ։ Դուք ճիշտ եք, դա ձեզ թվում է։ Լսենք, չէ, դուք ռացիոնալ։ Այո, ռացիոնալ Էդգար ջան։ Եթե ռացիոնալ, ապա եկեք լսենք պարոն Սահակյանի ամփոփման հերթը։ Եթե ռացիոնալ, ապա ես հիշում եմ հանրապետականի քարոզիչներին եւ նաեւ հիշում եմ 18 թվականի դեպքերից հետո, հա, իրանց դեմք իրանց բան, իրանց վիճակում են հայտնվելու, սա իմ ամփոփումն է։ Խաղաղության խորհրդի վերաբերյալ։ Այո, եւ ես ուրախ եմ, որ այն կարծիքը, որ հնչում է դիմացից, դա փոքրամասնության կարծիք է, ոչ թե դեմ, ես ուրախ եմ, որ դա փոքրամասնության տեսակետն է։ Իսկ այն ինչ անում են հիմա Տրամփը, հա, սրանք process-ներ են, անցումային շրջաններ են եւ մենք մտնում ենք ինչ-որ турբուլենտ գոտի, որտեղ հաղթած են դուրս գալու այն պետությունները, այն ազգերը, ովքեր լավագույնս պատրաստված են։ Լավագույնս պատրաստված լինել, դա նշանակում է ունենալ հզոր տնտեսություն, մաքսիմում կախված չլինելով, հա, այլ հարևաններից, գործոններից, հա, ինքնաբավ տնտեսություն եւ ուժեղ բանակ։ Այսօր փոքրերը խոցելի են, իսկ մեծերը կարող են իրենց թույլ տալ առավել, քան երբևէ ամեն ինչ։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես նախ մեր ոչ թե մեզ համար, մեր հեռուստադիտողների համար շատ հստակ ձևակերպեմ, որ
նրանց չմոլորեցնեն, Միացյալ Ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքը չի ճանաչել։ ՄԱԿ-ը չի ճանաչել որևիցե անդամ պետության տարածք որևիցե փաստաթղթով։ Եվ եթե որևիցե մեկը ասում է, որ ճանաչել է, պիտի փաստաթղթի մեջ կոնկրետ ցույց տա, թե որ պահն է տարածքի ճանաչումը։ ճանաչվում են միայն երկու պետությունների դելիմիտացիա եւ դեմարկացիայի միջոցով։ Որևէ մեկի տարածքային ամբողջականություն չի ճանաչվում։ Չէ, պատասխանում եմ, ճանաչվում են միայն երկու հարևան պետությունների դեմարկացիա եւ դելիմիտացիայի միջոցով։ Ինչ ունեն։ ՄԱԿ-ի անդամ պետությունները հստակ սահմաններով, հստակ տարածքով անդամակցում են ՄԱԿ-ի։ Կորիլյան կղզիները ՄԱԿ անդամ պետություն Ճապոնիային է, թե ՄԱԿ անդամ պետություն Ռուսաստանին է։ Մի օր այս թեմայով բանալիշ կլինի շատ լավ հստակեցնեմ։ Թեմայի շուրջ ձեր ամփոփումը։ Այո, ամփոփումս օգտագործեմ։ ՄԱԿ անդամ որևիցե պետություն իր տարածքով չի Ձեզ էլ հուշեմ, հենց հարց եք տալիս ձեր օգնելիք չի համագործակցում, դա է պատճառը, որ ՄԱԿ անդամ պետությունները ունեն տարածքային վեճեր եւ ՄԱԿ-ը չի խառնվում այդ տարածքային վեճերին։ Իդեպ Արգենտինան եւ Մեծ Բրիտանիան տարածքային վեճի համար պատերազմեցին։ Շատ լավ, սա ուղղակի այսպես ընթացած։ Երբ որ խոսում եք ուրեմն բանակի բարեփոխումների մասին, ես կարծում եմ, որ պետք է հանրության նկատմամբ պատասխանատվություն ունենալ։ Ես չգիտեմ դուք ինչքան եք տեղեկացված այդ ճակերտավոր բարեփոխումներին, մեղմ ասած այնտեղ բարեփոխում չկա։ Մանավանդ բանակի քանակն է կրճատում ենք։ Անվտանգության համակարգի մասին քանակը չի կրճատում։ Կներեք, ձեր հերթին խոսեք։ Անվտանգության համակարգի մասին ասացիք, որ 30 տարի անվտանգության համակարգ է ստեղծվել, Հայաստանը երբեք չի ունեցել եւ մինչեւ այսօր չունի անվտանգային համակարգ։ Ինչ վերաբերվում է արդեն այս գործընթացներին, արդեն ասացի, որ մեր մասնակցությունը այնտեղ ինքնին, հա, եւ որ Թրամփը երբ որ զանգել ասել է եկեք նստեք կողքս, հա, պետք է գնալ նստել կողքը։ Ինքնին այդ այցելությունը մեզ քիչ վնաս է տալի, եթե մենք գումարը չենք վճարել։ Եթե վճարելու ենք, անկախ նրանից ԱԳՆ-ն ինչ կասի, ինչ չի ասի, դա ԱԳՆ-ի խնդիրն է։ Նրանք վստահելի, այս իշխանությունը վստահելի չի։ Եթե մենք չենք վճարում, մեր կորուստները փոքր են։ Ինքնին այս կառույցի ստեղծումը թույլատնում է ՄԱԿ-ի մեխանիզմները, եւ ես համոզված եմ, որ այս կառույցը գործնական որևիցե գործառույթ չի ունենալու եւ բանի Թրամփի հեռանալուց հետո կառույցը կամ ֆիկտիվ կմնա կամ կլուծարվի։ Բայց մեզ համար շատ կարեւոր է մեր դիրքը, որից է կառուցվում, դա կլինի ՄԱԿ-ում, թե դա կլինի ուրեմն այս անվտանգության խորհրդում, մենք պիտի նախ եւ առաջ այս օրինակ ասվեց, որ Թուրքիայի դեմ մենք չենք կարող ուրեմն դիմադրել, մենք այլ ընտրանք չունենք, որ հարցակից պիտի։ Պարոն Արաքելյան, ոչ, դա իր տեսակետն է, դուք կխոսեք։ Այսինքն մենք պիտի կարողանանք նախ ունենալ ինքնիշխան դիրք, հա, եւ ոչ թե գնալ այսպես դողացող ձեռներքերով ասել Թրամփին, թե արի մեզ փրկի, որ եւ իդեպ խոսք է զուգահեռներ է տարվում նոյեմբերի 9-ը թե թրիփ, ոչ նոյեմբերի 9-ը, ոչ թրիփ։ Շնորհակալ եմ, ոչ նախկին, ոչ ներկա, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, շատ գեղեցիկ ավարտ ստացվեց։ Պահպանենք էսթետիկան, խնդրեմ։ Նախ այդ խոսույթը ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, դա փաստացի Ռուսաստանից այստեղ ներմուծված խոսույթ է, որ եթե մենք չենք լինում, Թուրքիան է լինում, ու ցավում եմ, որ մեր գործընկերները այդ խոսույթը վերցնում են ու տարածում են, այստեղ Թուրքիա չի գալու, այստեղ եկել է այն պետությունը, որը եկել է։ Այստեղ Թուրքիա արդեն Դե Թուրքիան բնականաբար մեր հարևանն է։ Ես պաշտպանում եմ ձեր ձայնի իրավունքը, պարոն Արաքելյանի միջամտությունը։ Նույն կերպ նրան կպաշտպանեմ, խնդրեմ, պարոն Արաքելյան։ Չեմ ընդհատում։ Այո, մի ընդհատեք, որ ես Թուրքիան բնականաբար մեր հարևանն է եւ մենք ուզենք չուզենք Թուրքիային ամեն առավոտ զարթնելուց այսպես ճակերտավոր Թուրքիային տեսնելու ենք։ Ինչ վերաբերում է ուրեմն այս պլատֆորմի հետ կապված նրա հետագա կամ կանոնադրական, չգիտեմ, գործընթացներին կա հստակ հաստատված կանոնադրություն, որտեղ հիմնադիր անդամները նույնիսկ վետոյի իրավունք ունեն հետագա անդամները ընդունել չընդունելու հարցում, կա քվեարկության հստակ մեխանիզմ, պարզ մեծամասնությամբ
քվեարկություն, նախագահ ունի վետո, բայց անդամները կարող են շրջանցել վետոյի իրավունքը 2/3 մեծամասնությամբ, եթե չեմ սխալվում։ Այսինքն հստակ գծված ժողովրդավարական կանոնադրությունը, որը առաջարկվել է։ Իհարկե ասվում է, եկեք չխանգարենք, էլի։ Իհարկե ասվում է, որ չգիտեմ, Թրամփի ամբիցիաներ, իհարկե Թրամփի ամբիցիաներն էր, ու այսօր աշխարհում Թրամփի ամբիցիաներով, չգիտեմ, մի երկրում կարա պատերազմ կանգնի, մյուս երկրում պատերազմ սկսի, կամ չգիտեմ, մի երկրում կամ Եվրոպական միությունում կարան տնտեսական շուկաները փլուզվեն, մյուստեղ բարձրանա եւ հետեւաբար այդ մարդը այսօր աշխարհում այո համար առաջին հարց լուծող մարդն է ու իր ամբիցիաները շատ պետություններ նաեւ խորամանկաբար հաշվի են առնում եւ հետեւաբար մեր մասնակցությունը այնտեղ որ ասում ենք եթե փող չենք վճարում, ապա մեզ ուրեմն քիչ վնաս է այստեղ նախ այդ փողի հետ կապված այդ փողն էլ էլի ապատեղեկատվություններ որ գծվեց մամուլում եւ բնականաբար Հայաստանը ոչ հիմնական անդամ է եւ այդ գումարը չի մուծելու ու իմ համար հասկանալի է թե այդ փոքր վնասը որն է որ մենք կրելու ենք մեզ ընդե մասնակցությունից Փաշինյանի ինքնաթիռի տոմսը ենթադրում ուրեմն ֆինանսական վնասի ուրեմն ինչ վերաբերում է 74-26% թրիփին անդրադառնամ մենք գիտենք որ հիմնվելու է կազմակերպություն այդ կազմակերպությունը այստեղ աշխատելու է հարկերա վճարելու մենք դեռ հաշվի չենք առել թե այդ 24-26%-ից բացի այդ կազմակերպությունը այստեղ ինչքան հարկերա վճարում միայն զուտ շահութի հարկը եթե չեմ սխալում 5% այսինքն եթե դա գումարում ենք արդեն իսկ 31% անում մեր փայաբաժինը չհաշված այլ կողմնակի հարկեր, որոնք մուծում են այդ կազմակերպության եւ ինչպես եւ այսպես այն ինտեգրացիոն գործընթացները, որը սկսել է Հայաստանը, այն արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում դիվերսիֆիկացիան, որը սկսվել է, սկսված զենք զինամթերքի գնման, ներմուծման, նաեւ այստեղ տեղում արտադրության, երբ որ ես ասում եմ մենք Թուրքիային չենք կարող հակադրել եւ շարունակեցի, եթե մենք չունենանք շատ լուրջ դաշնակիցներ, որոնք անհրաժեշտության պահին չեն կոպիտ ասած թռնի մեր կողքից եւ ասեն մի հատ էլ ձեր սահմանները որոշեք տենանք որտեղ է ձեր սահմանները Շնորհակալ եմ պարոն Վարդանյան ավանդույթը պահելով կարճ Սա պրագմատիկ քաղաքականության դրսևորում է, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը այսօր։ Սա մտնում է դիվերսիֆիկացիայի շրջանակներում։ Տեսեք, շատ պարզ կերպով օրինակ, սա լավագույն օրինակն է ցույց տալու հենց պրագմատիկ քաղաքականություն։ Նայեք։ Կարող էր, չէ, Հայաստանը ասել, չէ, բայց մենք օրինակ Եվրամիության անդամ ենք ուզում դառնալ, Եվրամիության անդամ երկրների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի այս նախաձեռնության վերաբերյալ, մենք չենք գնում։ Մեր ուղղությունը սա է եւ վերջ։ Բայց տեսեք, պրագմատիզմն է այստեղ առաջի բանում։ Կհասկանան եվրոպացի մեր գործընկերները, այն որ մեզ համար այսօր շահեկան է, որ Թրամփի նախաձեռնության մեջ մենք լինենք։ Կհասկանան եւ հասկանում են բնականաբար։ Եվ մենք դա չենք անում որպես հակառակ, հա, չենք անում որպես այլընտրանք, այլ անում ենք զուգահեռ, այսինքն եղել է առաջարկ, արդեն սկզբից նշեցի, որ այդ առաջարկը այնպիսին էր, որ եւ մերժելն է անիմաստ եւ նաեւ կարող է ինչ որ նաեւ որոշակի այսպես վտանգներ ստեղծել եւ այլն, սա էլ պետք է հաշվի առնենք։ Եվ ըստ էության Երբ որ խոսում ենք մենք այս նախաձեռնության մասին, այո, ես համաձայն որ այս նախաձեռնությունը դեռևս շատ այսպես հասունացած չէ մի խոսքով, հա, ինքը աննախադեպ նոր բան է եւ կարող է եւ շարունակություն չունենալ, բայց էականը հենց այսօր արվող գործողություններն են, կարծում եմ որ Հայաստանի ուրեմն մասնակցությունը այստեղ լրիվ սպասարկում է հայկական շահը, այս ամեն ինչի արդյունքում ուժեղանում են Հայաստանի դիրքերը Այս ամեն ինչի արդյունքում էլ ավելի է դիվերսիֆիկացիան խորանում, որտեղ արդեն հստակ փաստերով ցույց տվեցի, որ կարող էր դա չարվել, բայց դա արվում է եւ փոխ լրացնում է այդ տարբեր ուղղությունները, որը Հայաստանը վերցրել է։ Եվ այսպիսով Թրիփին նաև բանանելով, այստեղ նաև շատ կարևոր է Թրիփի մասին ասելը, որովհետև սա կապված է այնուամենայնիվ նաև Թրիփի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ասենք, հա, այդ թրեքի հետ կապված է այս ամեն ինչը։ Սա պետք է ասել հետեւյալը, որ բոլոր մաքսատուրքերը, Թրիփը ինքը այս ճանապարհը, հա, որ բացվելու է, ամբողջությամբ լինելու է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, ամբողջությամբ Բոլոր, ինչպես որ գրված է փաստաթղթում, փաստեր են սրանք։
եւ բոլոր մաքսատուրքերը գնալու են Հայաստանյան բյուջե, իսկ կոնկրետ Ամերիկա հայկական այդ կորպորացիան, հա, այդ կոնսորցիումը, այո, ինքը ուրեմն ստանալու է օգուտներ ինֆրաստրուկտուրայի շահագործումից, օրինակ այդտեղ կարող են լինել ռեստորաններ, այդտեղ կարող են լինել տարատեսակ սպասարկում, այդտեղ կարող է, այո, ճանապարհը կարող է վճարում լինել եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում քննարկում ենք Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի այլ երկրներ միանալու հարցը։ Քննարկմանը մասնակցում է Դավիթ Կարապետյանը, միջազգայնագետ, Հայկ Սահակյանը, քաղաքացու որոշում կուսակցության անդամ եւ քաղաքագետ, Գևորգ Սաֆարյանը, ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, Էդգար Առաքելյանը, Ազատ Հայաստան նախաձեռնության անդամ եւ քաղաքագետ, Էդգար Վարդանյանը, Հայկական խորհուրդ մտակենտրոնի ասոցիացված փորձագետ եւ քաղաքագետ։ Շնորհակալ եմ Factor TV-ի գալու համար։ Շնորհակալություն նաեւ ձեզ հետեւելու համար, հաջողություն։